Razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Բարի առավոտ, հարգելի հայրենակիցներ, սկսում ենք հինգշաբթի օրվա այս հաղորդումը, որը հեռարձակվում է, ինչպես գիտեք, արդեն 4-րդ անգամ, հաշված ուրբաթ օրվանը նաև սա կլինի 5-րդ անգամ, ուրբաթ օրը նաև 11:35 գիշերը, ուրեմն 6-րդ անգամ։ Հիմնական թեման մեզ հետ համընկավ A320 ինքնաթիռի վթարի հետ կապված, շարունակաբար հետևում ենք այս իրադարձությունների զարգացմանը, ինչպես գիտեք, և այսօր չնայած ես նախատեսել էի, որ տնտեսական որոշ հարցի վերաբերյալ ձեզ հետ անցկացվի հանդիպումը, բայց նորից իմ կողմից անհանգստություն կա A320-ի հետ, ձեր կողմից էլ կա, բավականին անորոշություններ կան այս խնդիրը կապված վթարի հետ, նորից պետք է պահել ուշադրության կենտրոնում մինչև մի ելք գտնել այս ուղղությամբ, որովհետև եթե հաղորդումները լսում եք և ձեր մոտ տրամադրություն կա դա վերլուծելու, շատ նման է երկրաշարժի ժամանակ և դրան հետևող շրջանին, երբ որ տարածվեց, ասենք, ապա լրատվությունը, հետքերը ծածկելու ինչ-որ գործողություններ և ամբողջ ժողովուրդը տարվեց դիակների թաղմամբ, փնտրմամբ, որբերի մեկը մյուսին գտնելու վերաբերյալ և այդ բոլորը արվեց օգնությունների կամ այսպես համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Ուրեմն մենք արդեն ունենք այդ փորձը, ինչ է նշանակում համաշխարհային ուշադրությունը, հատկապես երբ է նա այդպես ահագնանում և ծիլ տալիս ամենակարճ ժամանակամիջոցում և ինչ կարող է դրա հետևում թաքնված լինել, այսինքն նպատակը, և բոլորդ զարմացած եք նախորդ հաղորդման ժամանակ այս հարցը այդպես էլ դրվեց, եթե չեմ սխալվում մի տիկնոջ կողմից, որը որ ուղղակի զարմանք արտահայտեց, թե ինչու հանկարծ տասնյակներով, հարյուրներով ինքնաթիռներ են ընկնում տարբեր տեղերում, բայց հատկապես A320-ի նկատմամբ, որը ամբողջը հայերից էին կազմված, մոտ համարյա թե, և պատկանում էր ավիաընկերությանը հայկական, Արմավիային, հանկարծ այսպիսի ուշադրության արժանացավ բոլոր երկրների կողմից, առաջի շրջանում իհարկե, և շատ արագ կարծես թե մոռացության է մատնվում և ինչ կարող է թաքնված լինել դրա ետևում, այսինքն փորձենք գտնել, թե ինչ կարող է լինել պատճառը, որ նույն ընթացքով գնաց ինչ-որ երկրաշարժը։ Իհարկե արհեստական լինելու վերաբերյալ բացառվում են որևէ փաստեր, դա չէ խնդիրը, այլ երևույթի գնահատականը, թե ինչ է նշանակում սա, ինչ է սպասվում, ինչ է սպասվելիքը և ինչ է կոծկում այս հանգամանքը։ Նորից հայկական լրատվությունները, ինչպես երեկ հայտարարեցի, գտնվում են փակուղու մեջ, չնայած նրանք բացվել են տարբեր բաներ հայտարարելու, այսինքն նորից ընկել են այն հունի մեջ, որ իրենց աշխատանքը կատարում է, ինչպես պարզաբանեցի ես, աշխատում են, այսինքն թերթերը հրատարակում են, այսօր 11-ն է, բայց ոչ մեկի մոտ լրատվություն չկա այս ուղղությամբ, նույնիսկ կարծիք կամ որևէ բան։ Ուրեմն ես այսօր ձեզ հետ միասին պարզապես հարցախուզի ձևով կուզենայի իմանալ, ինչպես պարզաբանեցի հարցը, ինչ կարող է ձեր մտքով անցնել, թե ինչու է այսպես, որովհետև
ես վաղը այս ձեր կարծիքների վրա կամ միգուցե այսօր ձեր կարծիքների հիման վրա, այսինքն դուք ազատ եք մտածելու, որ այսպես, սա է կոծկվում, սա հետ առնչված է, հավանաբար սա կարող է լինել պատճառը, եւ այս հարցախույզը կամ ձեր հետ միասին կատարված այս վերջում, եթե տեսնեն, որ ձեր կարծիքների մեջ, ասենք թե ինչ-որ միացյալ մի տրամադրություն կա, դա ինքս կվերլուծեմ միացյալ տրամադրությունը եւ կգտնենք պատճառը հիմնական թե այսօր, իսկ եթե հանգարց չհաջողվի դա անել այսօր, ուրեմն վաղը, հիշեցնում եմ ձեզ, վաղը շատ կարևոր օր է, այսօր ձեր տված լրատվությունը, որը հիմնված կլինի իմ ասածներից բխող եւ ձեր ուղեղում, ձեր մտքում մշակված ձեր կարծիքների, ձեր տրամաբանությունից բխող վերլուծությունների վրա, դա ես կվերցնեմ, վաղը ձեզ կներկայացնեմ առավոտ 10-ին, վաղը ուրբաթ է, հիշեք, եւ կարևոր օրն է, որովհետեւ ես ձեզ ասեցի, որ ամեն ուրբաթ օրը կամ շաբաթվա մեջ կլինի մի կարևորագույն հաղորդում, որը կամփոփի այն բոլոր վերլուծությունները, որը կատարվում են շաբաթվա ընթացքում, եւ դա կկրկնվի ժամը 11:30-ին նույն օրը լույսի ծրագրով, որպեսզի նրանք, որոնք որ ասենք շաբաթվա մեջ բաց թողումներ են ունեցել այս կամ այն ծրագրի ժամի վերաբերյալ, ապա նրանք կարողանան շաբաթվա նյութերի առնչությամբ որոշակի պատկերացում կազմել հենց այդ օրը, ուրբաթ օրը առավոտյան, եթե դուք կենթանի կլսեք այս պատմությունները, որը վրա ես կանդրադառնամ, իսկ նրանք, որոնք հնարավորություն չեն ունենա, ապա նրանք կարող են ուրբաթ օրը 11:30-ից հետևել ուրբաթ օրվա ժամը 10-ի այդ ընդհանրացված վերլուծությանը ամբողջապես արդեն։ Հիշեցնեմ, որ շաբաթվա ընթացքում ցանկացած պահին, ցանկացած ժամին ձեզ հարմար հաղորդումները տեղավորված են www.razmik.net-ի վրա, կայքեջի։ Դուք հնարավորություն ունեք սկսած ուրբաթ օրվա առաջի հաղորդումից եւ շաբաթվա մնացած հաղորդումներից դա դիտել, լսել եւ նրանք, որոնք որ բաց են թողել, այսինքն հնարավորությունն էլ առնչվել այս ծրագրերի, առավոտ ծրագրի հետ մեջ կատարված վերլուծություններին եւ խոսակցություններին, հեռախոսով, որը որ դուք կապնվում եք։ Մի բարձաբանում էլ տամ, մինչև կսկսեմ ձեզ հետ առնչվել։ Հիշեք, որ ուրբաթ օրը շատ կարևոր է, որ A320-ի աղետը իրավաբանական ստատուս ստանա եւ երբ կստանա իրավաբանական ստատուս, որովհետեւ հիմնականում աղետը չունի իրավաբանական ստատուս եւ անորոշ վիճակի մեջ է, դրա համար ես ձեզ ուրբաթ օրը կվերլուծեմ ամբողջապես, թե ինչ է նշանակում աղետների իրավաբանական ստատուսը եւ կկապեմ դա, ասենք, Բերմուդյան եռանկյան հետ, որտեղ կատարվում էին տարիներ շարունակ աղետներ անբացատրելի, անբացատրելիության մեջ կորչում է ամեն տեսակի ստատուս, որովհետև եթե չի դրվում պատճառը չի դրվում, իրավաբանորեն դա կիրառելի չէ, այսինքն ցանկացած մահ, որը կատարվում է, ասենք, հիվանդանոցում, պատահարի կամ հրդեհի ժամանակ, միշտ ձևակերպվում է բժշկական թղթերով այսպես, օրինակ, եթե հիշում եք, Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ, երբ այն 26 զոհերը, որոնք ներկայացվեցին պաշտոնական, բժշկական, իրավաբանական թղթերով,
այնտեղ եզրակացությունը բժշկական այսպես էր. այրվել են կրակից եւ նրանց մոտ առաջացել է եւ արդեն գնում է մասնագիտական վերլուծություն, ասենք սրտի անբավարարվածություն, որի պատճառով մահը վրա է հասել սուր գործիքի արկայությամբ եւ այսպիսի բաներ են գրում, երբեք չեն պատմում կամ բամբասում, այսինքն եթե հրդեհի մեջ ընկած մարդը գիտես որ վարվել վերջացել է, բայց նորից գրվում է, հիվանդանոցում երբ որ ասենք գործողության ժամանակ մահ է կատարվում գործողության ժամանակ նույնիսկ նորից դա ձևակերպվում է իրավաբանորեն, որ մահվան պատճառը սրտի անբավարարվածությունն էր կամ թոքի աշխատանքի թերացումը կամ տրոմբի արտահայտվելը այսպես ուղեղում եւ այլն անպայման գրվում է, չնայած գործողությունը կապ չունի դրա հետ, բայց մահվան պատճառը որ պահին է վրա հասվել գրվում է։ Հետևաբար A320-ի դեպքը, որը կատարվել է, պետք է անհատ առանց կառուցվի այս մահվան վերաբերյալ փաստաթղթերը, իսկ կապվի վաղը Բերմուդյան եռանկյունու աղետների հետ եւ այսօր շատ կարեւոր է ցույց տալ, որ այն աղետները, որը կատարվել են Բերմուդյան եռանկյունում նավերի եւ ինքնաթիռների հետ, ինչ պատճառաբանություններ ունեն եւ ինչ ապացույցներ եւ ինչն է պատճառը։ Այսինքն վաղը կլսեք, թե կբացվի ձեր առջև Բերմուդյան եռանկյունու գաղտնիքները, որ այսպես են տասնամյակներ, միգուցե 100-ամյակներ ծեծվում էր լրատվության միջոցով, ստեղծելով ինչ-որ միֆական առեղծվածային պսակ մարդկանց ուղեղները այս կամ այն ուղղությամբ շարժելու համար, բայց դա վերջի շրջանում ամիսներ առաջ գիտականորեն փորձերով, որին ես տեսել եմ այդ ամենը, որը ձեզ կպատմեմ արդեն գրատախտակի վրա, ապացուցվեց, թե ինչն է պատճառը եւ Բերմուդյան եռանկյունու առեղծվածը վերացավ որպես անհասկանալի աղետ եւ դրվեց հստակ իրավաբանական ստատուսի վրա, իսկ A320-ը, որը որ գնում է այսօրվա դրությամբ առեղծվածային ինչ-որ մի ձև, պետք էր ուրբաթ օրը, որ ես շարունակաբար ասում էի ամբողջ աերոդինամիկայի մասին, ինչպես տեսնում եք, դա շրջանառության մեջ չէ, լրատվությունները լռում են, այս կամ այն կերպ միգուցե մասնագետները կամ ստանում դիտում են, բայց նրանք չեն միանում այդ կարծիքին կամ չեն քննարկում դա։ Ուրեմն վաղը ժամը 10-ին ուրբաթ օրը ես ձեզ կներկայացնեմ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքների վերլուծությունը եւ A320-ի գաղտնիքի վերլուծությունը եւ Բերմուդյան եռանկյունու ամբողջ վերլուծությունը, որը արդեն ապացուցված է, որ դա բնական աղետ է, կկապեմ ու դուք դա կտեսնեք A320-ի հետ, որտեղ այն ստատուսը, որ ունի Բերմուդյան եռանկյունի հետ կապված նավերի եւ ինքնաթիռների անմիջապես ջրի տակ անցնելը ուղղակիորեն կապված է A320-ի հետ, որը նույն բանն է, բայց սև ծովում, այլ բացատրություններով, բայց նույնն է իր իրավաբանական ստատուսով։ Ուրեմն հիմա, որպեսզի դուք գտնվեք ձեր իրավաբանական ստատուսի մեջ, ես հայտնեմ իմ իրավաբանական ստատուսը ձեր նկատմամբ, որից հետո դուք արդեն հեռախոսներով ձեր մտածումները կամ օգնելու համար, որովհետև իմ մոտ կծնվի իհարկե այդ կարծիքը ձեր խոսակցություններից։ Ես այսօր կվերլուծեմ կամ կաշխատեմ ձեր ասածների վրա եւ բոլորի մի բերելով կասեմ, թե ինչ է մոտավորապես այս առեղծվածի լռության պատճառը ապակողմնորոշման պատճառը եւ ընդհանրապես ինչ է կատարվում։ Ուրեմն դուք պատրաստվեք հեռախոսազանգի, մինչև ես հայտնեմ իմ ստատուսը ձեր նկատմամբ։
եւ ընդհանրապես հիշեք, որ դուք նստած եք մի ձեր տան մեջ, ձեր բիզնեսում կամ որևէ տեղ եւ ես մտնում եմ ձեր տուն հիմա իմ կարգավիճակն է հյուրի կարգավիճակ ձեր տանը ես հյուր եմ եւ պետք է պահպանեմ այն հյուրին հասանելիք բարոյական նորմերը որովհետև ես գտնվում եմ ձեր տանը էկրանների վրա, պաստառների վրա։ Դուք թույլ եք տվել, որ ես հայտնվեմ ձեր տանը, դա ժամը 10-ին կամ նրանից հետո կամավոր միացումն է հեռուստատեսությունը եւ 26-րդ կանալի ընտրությունը, որը իրավաբանորեն, այսպես ասած, թույլ եք տվել, որ ես հայտնվեմ ձեր տանը, նայեմ ձեր բազկաթոռներին, ձեր սեղաններին, ասենք հիմա ինչպես տեսնում եք դուք ինձ, բայց ես դա չեմ տեսնում, բայց վերացական ես այդպիսի ստատուսի կամ իրավունքի մեջ եմ։ Հետևաբար ինձ չի թույլատրվում խախտել ձեր տանը գտնվող բարոյական նորմերը, սա հյուրի կարգավիճակն է, այսինքն հայոյել, զայրանալ, պահել անկիրթ, ձայներ հանել, անիմաստ։ Պատկերացրեք, ես միաժամանակ գտնվում եմ բոլորի տանը եւ բոլորիդ համար պետք է պահպանեմ դա։ Ծանր աշխատանք է դա, որովհետեւ ես կուզեի լինել ինչ որ մեկի տանը, պարզապես եւ նրա հետ զրուցել, ծիծաղել, այսպես ասած, լինել ազատ, բայց ես չեմ կարող, որովհետեւ չգիտեմ ձեր բոլորի տան մեջ կանոնը եւ կարգը պարտավոր եմ բավարարել բոլորի կարգ ու կանոնին, այսինքն լինել զուսպ, հավասարակ շռված, իսկ ինչ վերաբերում է նրան, որոնք որ հեռուստացույցը միացրել էին արդեն 26-րդ ալիքը եւ սպասում էին ինձ, ոչ թե ես թակեցի դուռը, այլ պարզապես բաց էին թողել դուռը, որ ես ներս մտնեմ, այսինքն կրկնակի պարտավորություն է ինձ համար, որպեսզի հաշվի առնեմ այդ հանգամանքը նաև, որ դրանք սպասում էին ինձ որպես ցանկալի հյուր, ուրեմն իմ կարգավիճակը հիշեք հյուրի կարգավիճակ է, ես լսելու եմ ձեզ, ձեր կարծիքները սեփական հարգալից վերաբերմունքով, ոչ թե դուք եք իմ հյուրը, որ տեսնում եք ինձ, այլ ես եմ ձեր հյուրը, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իմ վրա, որպեսզի հեռախոսները սկսեն աշխատել, մի պահ ես վերջի օրվա տվյալները հաղորդեմ, ամենավերջի, Ռուսաստանից չկա, Ամերիկայից չկա, աշխարհից ոչինչ չկա, Ճապոնիա, Չինաստան, միայն Ազ գորաթերթը, որ ամենօրյա հրատարակում է, նրա ամբողջ ցանկի մեջ մի լրատվություն կար, որը հայտնում է հետևյալը. շարունակվում է դրամական օգնության տրամադրումը A320-ի զոհերի ընտանիքներին, այս նախադասությունը լավ հիշեք։ Ուրեմն երեկվա իմ ասածը, որը ամսի 6-ի 7-ի տվյալները, որովհետև ես ասացի հավաքվել է մոտավորապես $100,000, 3 բանկային հաշվարկներով, ուրեմն ավելացել է դրա վրա, այսինքն մայիսի 10-ի դրությամբ, Ռուսաստանի Կեմերովոյի մարզը, դա Ռուսաստանի Դաշնության մարզերից մեկ է, մի հսկայական մարզ, որը Հայաստանից շատ մեծ է իհարկե, ուրեմն տրամադրել է 300,000 ռուբլի, որը հավասար է 11,000 ամերիկյան դոլարի, ուրեմն անցած 3-4 օրվա ընթացքում գումարը անցել է 100,000-ից մոտեցել է 110,000-ի, միգուցե այս պահին ավելի է շատացել, բայց սա չէ կարևորը, կարևորը այն է, որ լրատվության մեջ միայն այսքանը կա, ուրիշ ոչ մի բան չկա, ուրեմն շարունակում է ինչ-որ դրամահավաք, ինչ-որ անհասկանալի, ուրեմն դուք արդեն իմացաք իրադրությունը, նորից հարցը այսպիսին է, ինչպիսին է ձեր
կարծիք, մտածողությունը, վերլուծությունը, թե ինչու է սա այսպես, ինչու է լռության քողը, լրատվության փակուղին շարունակում եւ ինչ միտում է հետապնդում, արդյոք դա հասկանալի է բոլորիս, թե պետք է պարզաբանել։ Ուրեմն ես ձեզ միացնում եմ հեռախոսները, խնդրում եմ հարցը դուք արդեն իմացաք ինչի մասին է։ Ահա դուք եթերում եք, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Մի բան ասեմ, բազմապես այնտեղ որոշ բաներ մութ մնացել։ Խոսակցությունները գնում, որ ինքնաթիռի մեջ այդ սպանված մարդիկ գործան, այս մարդիկ գործան, ես ասում եմ սպանված, ինչի համար է սա կվերլուծան։ Ասում եմ, ինչի համար են մեծ եղել։ Եթե ինքնաթիռը ընկել է, մարդիկ չի են մեծ, երկրորդը, եթե ինքնաթիռը ընկել է ջրի մեջ, ինչեն 10 կիլոմետր հեռու իր բեկորները գտնում։ Չեք կարծում, որ այդ ինքնաթիռը պայթեցրել են։ Ուրեմն շատ դուք իմ կարծիքն եք հարցնում, ես ձեր կարծիքն եմ հարցնում, դուք իմ կարծիքն եք հարցնում, ոչինչ։ Ուրեմն այդ մասին խոսակցություններ եղել են, բայց քանի որ այս հպանցիկ հարցումները կարիք ունեն պարզաբանան, ես մի քանի խոսքով ասեմ։ Ուրբաթ օրը այդ մասին ես պատմեցի, թե դա ինչպես է պայմանավորված, ինչով է Աթբաշյանը նույնպես դրան անդրադարձավ, որ երբ որ խախտվում է ինքնաթիռի համակարգը օդային, այսինքն ներսի ճնշի, ներսի եւ դրսի տարբերություններ կան, եւ հանկարծ ինչ որ պատճառով, տեսեք, ինչ որ, որը նման է, եթե ինքնաթիռը հանկարծ 3000 մետրից ընկնի գետին եւ տեղի ունենա պայթյուն, այսինքն իր օդի համակարգի խախտում տեղի ունենա դրսի եւ ներսի միջեւ, ապա առաջանում է մի այնպիսի սարսափելի քամի կամ ճնշում կամ հարվածից կամ քամուց, որտեղ մարդու օրգանիզմը դառնում է ռետինի նման փափուկ, ինչպես պլաստիդինը դա ավելի փափուկ։ Աթբաշյանը բացատրեց, որ դա երբ այդպիսի արագացում է հանկարծ հաղորդվում կենդանի օրգանիզմին, որը բաղկացած է 90% ջրից, իր խոսքերն եմ ասում, ապա ջուրը օրգանիզմի բջիջներից շարժվում է դեպի, ասենք, ուղղությանը հակառակ եւ շորերը ալիք է առաջանում կամ քամին է անում եւ շորերը հանգիստ դուրս են գալի, բոլոր շորերը։ Սա է բացատրությունը, դա գործնականում աղետների տեսության մեջ այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ուրբաթ օրը ես բացատրեցի, բայց մեր հայրենակիցների հետ կապված համընկնում է դրա հետ։ Իսկ բեկորների ցակ ու ցրիվ վիճակը, ասենք, դա պայմանավորված է ոչ թե պայթյունը, որտեղ պայթյունը 10 կիլոմետր չէր կարող նետել բեկորների հետ կողմ, ապացուցված է, որ պայթյունի, կրակի, ծխի ոչ մի հետ չկա այդ բեկորների վրա, այլ պարզապես նրանք այնպիսի փոքր կտորների էին վերածված, որոնք տեսակարար կշռով, ասենք, սպունգ ունի հետը, որը ամրության կողեր են իր համար, այդ փոքր դյուրալումինի են, չէ՞ որ այդ մասերը, նրանք տեսակարար կշռով ջրից թեթև են եւ ջրի վրա լողում են, եթե լողում են, ապա կտարածվեն եւ փրկարար խմբերը պարզապես գտել են այդ կտորները, այսինքն անիվը ինչպես գտան այն կոտրված անիվը, որովհետեւ անիվը բավականին ամուր էր, կոտրված էր, բայց քանի որ չեն պայթել այդ հզոր անիվի օդը կար մեջը, նա ջրի վրա լողում էր, այդպես լողալով կարող է աջ ու ձախ գնալ եւ կգտնեին դա։ Ուրեմն բոլոր մասերը, որոնք ջրի վրա լողում են, դրանք կարողանում են հավաքել, այսինքն նույնիսկ մինչեւ հանգուցյալներին։ Իսկ նրանք, որոնք անցել են ջրի տակ, նրանք արդեն անհետ են, ինչպես ինքնաթիռի բոլոր մասերը եւ մնացած ուղևորները, այնպես որ զարմանալու ոչ մի բան չկա այստեղ։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն մի տեղից լուր ստացա, որ ինքնաթիռի մեջ զանգ է գնացել, որ հաղորդեք իմ հորը, որ մենք ընկնում ենք ստորը։ Եթե նման մի լուրը տարածի եւ փաստի որ դա ճիշտ է, ինչ կլինի հետևանքները։ Հետաքրքիր է։ Այսինքն սելուլարով հեռախոսը հավանաբար այդպիսի լուր են տարածվել։
Սովորաբար գիտեք, որ ինքնաթիռների մեջ հիմա պարզաբանենք։ Ինքնաթիռների մեջ արգելում են հեռախոսները միացնել, որովհետև կապի հաճախականությունները, չէ որ նրանք խոսում են դիսպեչերների հետ եւ հնարավոր է որ հանկարծ աղմուկ առաջանա այդ հաճախությունների մեջ։ Հետևաբար, եթե դուք նստել եք, հիշում եք, ապա նրանք, որոնք որ ինքնաթիռի անթել հեռախոսային կապերը, ռադիոհաղորդիչները, բանատ ամենը առաջի հաղորդումը լինում է, որ խնդրում ենք անջատված պահել, հիշում եք։ Հիմա այս լուրը եկել է, որ մեկը հանկարծ խոսել է իր հարազատի հետ ու ասել է ընկնում է։ Ինչն է հերքում այս լուրը։ Եթե նա խոսել է, ուրեմն մինչև խոսելը պարզ է, որ հավաքել է հեռախոսի համարները, այսինքն Երևանի հետ կամ Սոչ Ադլերի հետ եւ այլն, ինչ որ կա ձեռքի տակ հեռախոսի կապվելու միջոցով։ Ուրեմն եթե նա հավաքել է հեռախոսի համարները, դրա վրա ծախսել է գոնե առնվազն մի 10 վայրկյան կամ 5-ից 10 վայրկյան։ Եթե նա խոսել է եւ ասել է ընկնում ենք, ուրեմն էլի 5 վայրկյան ծախսել է։ Հասարակ բան։ Ուրեմն նա գոնե առնվազն խոսել է 5 վայրկյան։ Եթե ամենաարագը, այսինքն հավաքել, ապահովել որ միանգամից կմիանաք, եթե նա նույնիսկ հրահանգը ստացել է, որ հեռախոսները անջատած պահեք, այսինքն անձնակազմի սպասարկող կազմից, եթե նա տեսել է, որ ընկնում են, միացրել է հեռախոսը մինչև աշխատում է, ասենք, սատելիտների հետ, որպեսզի գտնի իր տեղը եւ համապատասխան անտենաները, որի միջոցով կապնվի, դա գիտեք բավականին սեթափը երկար է։ Այդ դեպքում մոտավորապես կանցներ խոսակցությունը 20 վայրկյան։ Ենթադրենք նա հեռախոսը բաց է պահել, այսինքն անտենաների կամ սատելիտների հետ սեթափ պետք չէր, որպեսզի հեռախոսը գտնի իրեն։ Բաց է պահել, ուրեմն բաց պահելու պահին նա պետք է հեռախոսը հավաքեր եւ ինքը իրեն ապացուցեր, որ ընկնում են։ Ուրեմն 10 վայրկյանը մինիմում է։ Դրանից են կողմ դուք ինքներդ հաշվեք տրամաբանական է թե չէ։ Բայց ինքնաթիռը գտնվել է 280 մետր բարձրության վրա, հիշեք։ Հետևաբար, եթե նա գլխի է ընկել, որ ընկնում են, նա պետք է ընկնելը զգար, այսինքն գոնե ինքնաթիռը պետք է անցածը լեր մի 50 մետր ըստ բարձրության, որ նա ձեռքը տաներ հեռախոսին, հաներ եւ այդ մոլորը, բայց չէ որ ապացուցվեց, որ ինքնաթիռը 280 մետրից 3.5 վայրկյանից 4 վայրկյանից արդեն հարվածել է եւ բոլորը մահացած են։ Ուրեմն այս լուրը, ով որ տարածել է, ճիշտ նման է այն լուրերին, որը որ դուք գիտեք, վառելիք չի եղել, դիսպեչերը այսպես օդաչուները փորձված չեն եւ հարբած մարդիկ են եղել, որոնք ստիպել են։ Տեսեք, նոր լուր ավելացավ այս գործի վրա, որը դուք ինքներդ լսեցիք։ Ես ձեզ մոտավորապես պատմեցի, որ այս լուրը անհավանական է եւ սարքովի։ Եթե դուք համաձայն եք իմ հետ, ուրեմն կարող եք դուք, որոնք լսել են ինձ իհարկե։ Համեցեք դուք։ Ողջունում եմ առավոտ հաղորդումը։ Այո, խնդրեմ։ Շատ ուրախ ենք անհամբեր սպասենք լուրերին։ Մենք միևնույն ժամանակ իմ կարծիքս ենթադրելով այսօրվա տեղեկություններն էլ որ այդմիջի այստեղ կարծում եմ ուժերի մոտ միշտ մեղավոր է, առաջինը։ Երկրորդը հիմա այս աղետ դեպքի պատճառը կարծիքով Խեցկետինի գայլացուկի եւ պարապի պատմությունն է լինելու։ Ինչ դեպք է թվում։ Բայց ինչ հասկանալի է, որպեսզի բեռը տեղից չշարժվի, բայց ինչու եւ ինչու։ Որովհետեւ կարող են մարդիկ։ Իհարկե։ Ժողովրդական կարծիքները նախարարի իմ կարծիքով իրականություն չի, բոլորը բայց դառած միևնույն ժամանակ ստորակից կա, սպասում ենք, բայց հենց մենք սպասում ենք, մտածում ենք, ապրում ենք, ծնում ենք, արթնանում ենք, բայց անվերջ մեր ամեն ինչը մոռանալով հանդերձ, բայց սպասում ենք մենակ այդ օրվա լուրի սևարժների հատկացությունը ինչ պետք է լինի։ Երկրորդը, դրամահավաքը, որ հավաքվել է, հիմա էլ է մեզ համար անհայտ։
եթե օրվա դրությամբ հավաքվել է մի գումար եւ երկրորդ օրը երրորդ օրը կրկնակին է լինում, բայց հիմա այստեղ ինչ պետք է լինի, այդտեղ էլ բայցեր կա, այս հարցը շատ անհրաժեշտ է իմ կարծիքով բայցերով պետք է վերջանա։ Բայցերով, հիմա տեսեք ինչ է, թողնենք բայցերով վերջանա, թե գտնենք մի կետ, որից պատռենք այն շղարշը, որը փորձում են գցել մեր վրա։ Ես ձեզ պատմեցի, ձեռագիրը նույնն է, օգնություն, լրատվություն, շեղող լրատվություն, հետո գնում է այս ու այն կողմ, հետո հանկարծ տուժում է հայ ժողովուրդը։ Տուժում է, ես չեմ ուզում քաղաքականացնեմ այս երևույթը հայ ժողովրդի տուժելու ժամանակահատվածը սկսված հազարամյակներից եւ այս վիճակը, բայց եկեք այս ժամանակի ուղու կամ հատվածի մեջ փորձենք վերլուծել եւ դա, եթե այստեղ դա գտնենք այս դեպքի վրա, ուրեմն մենք գտած կլինենք ժամանակի առանցքի վրա գոնե դրան նմանակ շատ հատվածներ պատկերացում կունենանք, չէ՞ որ մենք այսօր մասնակից ենք, մեզ չեն պատմում պատմաբաններն ու ձեռագրերը, մենք տեսնում ենք զգայարաններով, լսում ենք, մեջն ենք, ուրեմն մեզնից շատ բան է կախված այսօր այս դեպքի վերլուծության վրա, արժեքավոր է միայն դրանով, որ մենք կարողանանք հասկանալ այս ինչու է այսպես, ես ձեզ չեմ ասում ինչու, ինչպես եղավ, թաթարական հորդաները հանկարծ Հայաստանի վրայով անցան, ով կանչեց նրանց, ուր էին գնում, ինչու, չեմ ասում դա, ես ձեզ ասում եմ մոռացեք ամեն ինչ, տրված է խնդրի պարամետրերը, գտնել X-ը, իսկ այսքան բան, հավասարումը հայտնի է, ունեք այս ինֆորմացիաները, դեպքը եւ այլն, գտնենք թե ինչու է այսպես, ինչ, այո, հիմա ֆոտորակն է վերլուծում, մենք հավասարումը չգիտենք ինչ է, անհայտը որտեղ է, ֆոտորակն է վերլուծում, հիմա թագավորները սկում են իրանց սուքը, բայց մենք թագավորներից առավել իհարկե իմ մասնախոսս, եւս ես շատ եմ անհանգստացած, շատ մտքերի խանգարում է ինձ մտահոգում է այս հարցում, ու իմ ամեն ինչը մոռացել եմ, կարծես ես այս մարմինը։ Դուք ինչ կարծիք ունեք այս կապակցությամբ։ Ես կարծես այնա որ այդ ասեցի ձեզի ուժեղի մոտ միշտ թույլը մեղավոր է։ Ուրեմն ուժեղի մոտ միշտ է թույլն է մեղավոր։ Շնորհակալություն, խնդրեմ ձեր վերլուծության արդյունքը։ Վայրո Ստեփան, բարի ձեզ։ Շնորհակալություն ձեր ծրագրուսելուց այդ նախաբանի մասին, որ դուք մեր տունը մտնում եք որպես հյուր, դուք մեր կողմից նույնպես հյուրին գալվում եք որպես հյուր եւ շատ բարեկամաբար եւ աստված ամեն մի ծրագիր վարող հաղորդավար նույն օրինակին դիմեր, որ ես իրեք պետք է մտնում են հյուր, բայց սկսում են արտամարելով դամտերերին եւ վարկապետիկը դրա համար մեծ շնորհակալություն։ Երկրորդ հարցը, արդեն ինչպես դուք ասացիք, ես տարբեր լրատվություններ ունեմ, արդեն այսօր հենց ռուսական ժամով հայտեցին այդ բանը օտանավի վարկապետերից մեկը եւ հետաքրքիր որն է, դուք ասում եք, որ այդ օտանավի հետ չկան այսպիսի ինչ-որ գործված, այսինքն վնասվածքներ, բաները նատեխնիկապես հագեցված օտանավ, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ հիմա արդեն հանկարծ լուրեր են տարածվում, որ տարբեր ժամանակներ այդ օտանավը ունեցել է այդ ձևի թուլություններ, այդ ձևի կասկածելի արդյունքներ եւ ընկել են, ճախճախվել են, այսպես թե այնպես, որ այդ օտանավը լրիվ որակավորված չի եղել, այդ լուրի ես լսել եմ, բայց ես ասում եմ, ոնց են ասում, ես համամիտ եմ ձեզ հետ, որ տարբեր լուրեր հիմիկ ժողովրդի լրատվության միջոցով կսկսեն ձեր կարծիքով ինչն է պատճառը այս ամենի այսօրվա լրատվության մեջ ասում էին եւ որ նա մանևր է կատարում, այդպիսի արագ մանևրի ժամանակ ջրային մեծ զանգվածներին են բախվել, այսօրվա ռուսական լրատվությամբ ես լսել։ Ուրեմն հիշում եք հաղորդումի ժամանակ ես ասացի, որ այդ ինքնաթիռը
չեք կարող կտրուկ մանևրեր կատարել եւ անթույլատրելի մանևրեր, որովհետեւ համակարգիչները ձեզ թույլ չեն տա, որովհետեւ եթե օդաչուն նույնիսկ փորձի խախտել դա, միևնույն է կոմպյուտերները կընտրեն հաշվելով օդի դիմադրությունը, բարձրությունը, կոմպյուտերները ունեն այդ բոլորը, չէ, նրանք օդաչու են արդեն կոմպյուտերները, այդ բոլորը եւ ինչ որ մեկը ուզում է իրեն շեղել դրանից, այսինքն հրահանգ տալ կտրուկ թեքվել ձախ, իրանք այդ բոլորը հաշվելով այդ հրահանգից կվերցնեն այն բաղադրիչը ձախ շրջադարձի, որը ապահովում է իրենց անվտանգությունը, այսինքն ինքնաթիռի անվտանգությունը, հետեւաբար մարդը հնարավորություն չունի ինքնաթիռին տանելու աղետի, մարդը, որը ղեկավարում է ինքնաթիռը, նա պարզապես իգնոր կանի, կառամարի այդպիսի շարժումները, Ես համանվիկ եմ ձեր ասացի հետ, բայց ես հիմա գտնում եմ, որ իսկապես ճիշտ եք, որ հիմա տնտեսական, քաղաքական, տարբեր ամեն ինչ տեսակ, ինչ-որ բաներ գսկսվել, լրատվություններ, որ մեկը մյուսին խաբեն եւ տասված որ ճշմարտությունը դուրս գա։ Ուրեմն չգցենք Աստծու վրա, հանգիստ եղեք, Աստծու հետ կապված մենք կխոսենք, թե նա այնքան զբաղված հզոր ուժ է, որ եթե նրան չօգնեք ճշմարտությունների համար, նա պարզապես ձեզնից կնեղանա եւ կհեռանա։ Ուրեմն ամեն ինչ Աստծու վզին պետք չի կախել, որովհետեւ նա ստեղծեց իր նման գոնե ինչ որ ուժ ունեցող արարածների, որոնք իրեն մանր-մունր գործեր անեն։ Եկեք այդ պարտավորությունը վերցնենք։ Ստեփան, ես շահեցի, որ ես ասացի։ Եղա, գիտեմ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, խնդրում եմ շնորհակալություն։ Համեցեք դուք եթերում եք։ Ալո, բարև։ Այո։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Անցյալ օրը ես Մի քիչ բարձր եթե կարելի է։ Անցյալ օրը ես թերթում կարդացի մի հոդված, որ արդեն սև արկղերը գտնված են։ Ռուսները հանել են այդ երկու հատ մեծ բեկորներ հանեցին, չէ, օդանավի, մեկը պոչի մասը, մեկը սկիզբը։ Հանեցին, ասում են դրանց մեջ են եղել։ Եվ ռուսները թաքցնում են դա։ Թաքցնում են, որովհետև կբացվի, կպարզվի, թե ինչ է կատարվել օդանավի հետ։ Հիմա ինչ են փնտրում նրանք։ Եթե չգտնեն, ինչ պետք է լինի։ Ֆրանսիացիները թող գտնեն, թող նայեն, արդեն հայերը, հայ ղեկավարությունը երբեք չի հետաքրքրում դրանով, որ գտնեն։ Նայեք, տեսեք ինչ եմ ասում։ Շատ լավ, ձեր կարծիքը։ Իմ կարծիքը ես ուզում եմ իմանալ, արդյոք դա ճիշտ է, գտել են, դուք եք դա մտածում, որ գտել են այդ սև արկղերը, թե ոչ։ Երկրորդ։ Շատ լավ։ Երկրորդ հարցը, այսօր հարցեք տալիս ինձ, ես ձեզ եմ հարց տվել։ Այսօր Մոսկվայում ամբողջ հայությանը արհամարում են, հենց խորհրդարանը ինքը հայերին արհամարում է։ Բա դա ինչ կարող եք ասել դրա մասին։ Շատ լավ, թեքում եք թեման, ոչինչ։ Ուրեմն այս գործի հետ կապված կառաջանա ֆոնային աղմուկ։ Թերթերը այսօր հայկական, որոնք ասեցի գտնում են այս գործի նկատմամբ փակուղի եւ լրատված ծածկույթի տակ, հանկարծ սկսում են բորբոքել Մոսկվայում հայերի դրությունը, ինչ որ դիպվածներ կապված դրա հետ, ինչպես ձեր ուշադրությունը գնաց այս թեմայից այն կողմ, դուք արդեն մտածելու կարողություն չեք ունենա այս ուղղության վրա։ Ձեզ նետված է այս լրատվությունը, որ արկղերը գտել են, բայց տարել պահել են հիմա էլ։ Հիմա արդեն պետք է մտածեք դրա վրա եւ ուշադիր հետևեք իմ ասածներին։ Միայն իմ ասածներին հետևեք, որովհետեւ ես կառուցել եմ այս ամեն այնպես, ինչպես ուրբաթ օրվանից ճիշտ էր։ Հետևաբար ձեր վրա կթափվի անձրևի նման կեղծ լրատվությունը, ձեր մտքերը շաղելու համար։ Ես խնդրում եմ նրանք, որոնք կսթափեն, արդեն մտածելու կարողությունը չեն կորցրել այս դեպքի կապակցությամբ եւ իմ տված ինֆորմացիայի, եւ այսպիսի բաներ ինչ չասեք, կարիք չեմ զգում։ Ուրեմն կշարունակենք մի փոքր դադարից հետո։ Շարունակում ենք հաղորդումը, ուրեմն հարցը այսպիսին էր. եղած լրատվության իմ պատմածների վերլուծության վրա կառուցել ձեր վերլուծությունը եւ վերադարձնել ինձ որպես լրացուցիչ նյութ իմ վերլուծությունը ամրապնդելու կամ շարունակելու կամ հայտնելու համար, այսինքն վերադարձնելու։ Այսօր ես իմի եմ բերում ոչ միայն իմը, այլև ձերը եւ ամեն ինչը։ Ուրբաթ օրը սա կկապնվի Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հետ եւ մեր խնդիրն է ցույց տալ,
որ այս բոլորը ինչ կատարում եք նրանք, ինչ որ դուք լսեցիք, դա միտում ունի, գտնել այդ միտումը, ջախջախել այդ միտումը եւ հարցը դնել այնպիսի հարթության վրա, որ այս գործի մեջ հայկական շահերը կամ զոհվածների շահերը չոտնահարվի, ուրիշ բան առավոտը չի հետապնդում, դրա վրա է հարցը այսօրվա դրությամբ, հետևաբար համարեք, որ սա հանրային հարցախույզ են ձեզ, որպեսզի ես չմնամ միայն ճառագայթող, այլ նաև ընդունեմ ձերն էլ վերլուծեմ, այն ինֆորմացիան, որ ես ստանում եմ, ինձ համար վերլուծելու նյութ չէ արդեն, ես ձեզ ասեցի ուրբաթ օրը, ձեզ կխանգարի, ձեզ կշփոթեցնի, ես ոչ մի նոր բան չեմ սպասում, արժեքավոր, այլ տվեցի ձեզ, խնդրում եմ ձեր մոտ հանկարծ կայծի նման կառաջանա, ինչ որ մի միտք, ինչ որ մի բան, որ ահա սա է, ինչպես հայտնագործություն են կատարում մարդիկ, ունենալով որոշ պարամետրեր կամ տվյալներ, այսպես է ամեն ինչ լինում, եթե չունեք նախնական նյութ, որի մասին պետք է մտածեք, դուք ոչինչ չեք գտնի։ Խնդրեմ ձեր մտքերը հայտնեք ինձ։ Բարև ձեզ։ Ես միջև իմ միտքը հայտնել մի փոքր պարզաբանում եմ ուզում անել այդ երկու անձնագրերի համար, որ ասում էին Երևանից տվել են իրենց բագաժները, բայց իրանք չեն թռել։ Իրականությունն է դա։ Տվել են ինչերը։ Երևանից երկու հոգի ինչ որ ասեցին, որ բանը ներկայացել են, որ թռիչքին մասնակցեն։ Երկու հոգի, բայց իրանց բագաժները անցել է ու իրանց պասպորտների մեջ ինչ որ դոկումենտների մեջ սխալմունք ա եղել, չեն թռել իրանք։ Ուրեմն տեսեք նոր լուր, նրանց բագաժները հասել է, ուր է հասել բագաժները։ Այսինքն իրանք բագաժը տվել են, որ պետք է թռիչքի մասնակցեն, թռիչքից առաջ դոկումենտները որ ստուգվել է, իրանք ասել են, որ իրանք դոկումենտները սխալ է, իրանք իրավունք չունեն թռիչքի մասնակցելու, բայց այդ երկու անձնավորությունները այդ լրատվությունը, որը որ դուք ասում եք, այսպիսին է, սա առաջի օրերի լրատվությունն է, որը ճշտի վրա փորձում էր նաև դնել ինչ որ մի ուրախության կամ ճակատագրի նոտա, եթե հիշում եք, առաջի օրվա դա ինֆորմացիա, որը ասում էր, երկու հոգի, որոնց անձնագրերի հետ խնդիր կա, նրանց թույլ չի տվել մասնակցելու, նրանք դուրս են մնացել, որովհետև հաշվային ցուցակները երբ որ նայում էին 113 ամբողջը, բայց երկու հոգու հետ այդպիսի խնդիր կար, հետո պարզվեց, որ նրանց փոխարեն այլ երկու հոգի են նստել ինքնատիր, այսինքն նրանց մերժել են, որովհետև չէ որ գնում են Ռուսաստան, այնտեղ փաստաթղթերի օտար երկիր են գնում, այսպես ասած, եւ փաստաթղթերի հետ կապը, ինչ վերաբերում է բեռներին կամ ճամպրուկներին, ես դա համարում եմ այսօրվա դրությամբ ձեր ասածը անհավանական, որովհետև մինչև չձևակերպվի ձեր փաստաթղթերը որպես ուղևոր, ձեր ճամպրուկներին չեն ընդունի, չեն զննի, որովհետև դուք անցնում եք մի քանի ստուգողական կետեր, կապված ահաբեկչության եւ այլ արգելված իրերի տանել բերելու հետ, հետեւաբար այսպիսի վարկածը, որ դուք ասում եք, նշանակում է սա նորից գալիս է, որ եթե ճամպրուկները գնացել են, իրենք մնացել են, ուրեմն ճամպրուկի մեջ բան կա, եթե ուրեմն գցում ենք, որ պայթյուն եւ այլն, ուրեմն այս ճամպրուկներից են, դուք հասկացաք։ Ես հասկանում եմ, պարոն Ստեփան, ես ունեցել եմ նույն ձևի թռիչք Բնուկովոյում, որտեղ։ Բնուկովո։ Այո, ճամպրուկներս բագաժ տվեցի, ամեն ինչ նայեցի, տղաներն եկան ինձ հաջող արեցին, որ վստահ ասեն։ Ուր եք գալիս, Երևան։ Երևան եք գալի, ու այդ գնացի, որ պետք է արդեն թռնեմ, թռիչքի դոկումենտների վրա ես խաղաց, որ ես մի շաբաթ մեկ օր մնացի Մոսկվա Վնուկով այրոպորտում։ Ուրեմն նայեք, սա այն հարցը չի, որ դուք ասում եք, դուք տրանզիտ եք գալիս, թե Մոսկվայից։ Մոսկվայից եք գալիս, տրանզիտ եք գալիս։ Տրանզիտ եք գալիս, ձեր անձը ճշտված էր, եթե ասենք ինչ որ մի բան կար, ձեր ճամպրուկները ստուգված էր, չէ։ Այո, բայց ես հետո եմ գնացել բագաժից հետ վերցրեց, որ թռիչքս արդեն ընդհատվել է, գնացել եմ բագաժից հետ եմ վերցրել։ Հիմա իմ կարծիքս ուղղակի ես որպես կարծիք ուզում եմ ներկայացնել, որ իմ կարծիքով, եթե իրոք իրականում տենց բան է եղել, որ եթե ճամպրուկները անցել են, իրանք չեն մնացել։ Ձեզ ինչու կանգնացրեցին, թռիչքի չթողեցին։ Երևի ինձ։ Այո։
Ես բանը վիզայի պրոբլեմ ունեի։ Վիզայի ինչ։ Մոսկվայից բանը Երևան գալու համար պրոբլեմ ունեի դոկումենտներից մեջ։ Պասպորտից մեջ ճշտություն չկար ինչ-որ մի հարցում, չթողեցին։ Այսինքն Տոմսը վաճառել էին ձեզ, վերջի կոնտրոլի ժամանակ ձեզ բռնեցին։ Այսինքն Տոմսից ու անձնակից հետ կախված մանր, որ Տոմսը ձեռի վրից է առել։ Ձեռի վրից է իրարը ուրիշի անվան տակ։ Հա, այրոպորտին է։ Դրա համար խախտում եղա բագաժ տանցա, բայց ամեն դեպքում ես տեղում իմ բագաժը վերցեցի, բայց խոսքը Դե հիմա նայեք, դուք ասենք ինչ որ խախտումներ կատարել եք, դա անցել է։ Հիմա բայց այս դեպքը, ձեր դեպքի հետ կարծում եմ, որ այդ մարդիկ ուրիշի անվան տակ չեն ուղարկել իրենց։ Ես խոսքս նրան է, եթե լինի հնարավոր։ Հա, բայց միանգամից կտրեք դա, այդպիսի բան չի եղել։ Պայթյուն չի եղել, վերջ։ Այսինքն ճամպրուկներ կապել, որ մեջը ռումբա եղել չի եղել։ Ես ձեզ ասեմ հետևյալը. լրատվությունը, որը որ ամենաճիշտն է եւ համաշխարհային նշանակություն ունի, ամենաճիշտ լրատվությունը, Այո։ որը որ պաշտոնապես կնքված փակված է արդեն, այսինքն դա փաստաթուղթ է, հետևյալն է, Insurance Journal կա այդպիսի մի համաշխարհային, որը գրանցում է կապված բոլոր աղետները, այս աղետի վերաբերյալ ընդամենը ունի մի փոքր հաղորդագրություն, հետևյալն է, A320 հայկական ընկերության ինքնաթիռը, տեսեք բառացի եմ ասում, կարճ թռիչքի ընթացքում դեպի Սոչի, տեսեք ինչ ասում, կարճ թռիչք, որովհետև ինքնաթիռը, այդ ինքնաթիռները թռչում են 4500 կիլոմետրից 5000 կիլոմետր հեռավորության վրա այդպիսի հնարավորություն ունեն, իսկ Երևանից Սոչի համարվում է կարճ թռիչք, ընդամենը մի ժամվա թռիչք է դա, իսկ այդ ինքնաթիռները կարող են 5-6 ժամ անընդհատ թռչել, պատկերացնում եք, չէ՞։ Ուրեմն այդ ձևակերպված կարճ թռիչքի ընթացքում կլիմայական, տես ինչ ասում, օդերևույթաբանական էքստրեմալ բառն է օգտագործում, տեսեք ինչ խելոք մարդիկ են դրանք, էքստրեմալ ծանր պայմանների հետևանքով, են էքստրեմալ բառը նշանակում է, որ ինչ է այդ պայմանը, էքստրեմալ է ասում, ոչ ասում է քամի, ոչ ասում է ցուրտ, ոչ մի բան, բայց ասում է կապված է ինչ որ երևույթի բնության հետ, էքստրեմալ ինչ որ արժեքի հետ, տեսեք, Insurance Journal-ն ասում, տեղի է ունեցել աղետ եւ հայկական ինքնաթիռը 113 ուղևորներով անցել է ջրի տակ։ Ինչ է ասում, անձնակազմը գտնվել է հիանալի պատրաստակամության մեջ, ինքնաթիռը հանդիսանում է ամենալավագույնը եւ գտնվել է տեխնիկական լավ վիճակի մեջ, լսում եք, տերորիստական ակտ բացառված է, տեսեք ինչ եմ ասում ձեզ, ես չեմ հնարում էդի, ես էդի երեք նայեցի, վերջապես համաշխարհային մի հատ փաստաթուղթ կա, որը ջնջել չի լինի, կեղծություն չկա մեջը, գտա, որ արդեն ֆիքսված է, ես դա վերցրեցի եւ դրեցի լույսի շապիկի մեջ, վրա 14-րդ համարում, կկարտակ լույսի շապիկի վրա, որ դա տված է արդեն, դրանից ինչ-որ բաներ մոգոնել, ինչ-որ ներքին շուկայում, ինչ-որ քաղաքական, մտնել ռուսական, վրացական բաների մեջ, ինչ-որ հեքիաթներ պատմել, ձեզ ապակողնոջը չկա, հիմք է դա, տեսեք 3 տվյալ, որ ասում է տերորիստական ակտ չկա, վառելիքը տեղնա, տեսեք ինչ էր ասում, անձնակազմը հիանալի է, պայթուն տեղի չի ունեցել եւ միած մի բան էլ ասում, ընդունող դիսպեչերը մի անգամ արգելել է, լավ լսեք, էդ է ասում, արգելել է կլիմայական էքստրեմալ պայմաններից ելնելով, այն ինչ որ ձեզ ասում է հիշում եք ուրբաթ օրը, որ ինչի է դիսպեչերը ասե, որ չես կարող գալ, նա այդ նույն փաստաթուղթը ասում է, որ արգելել է ելնելով էքստրեմալ վիճակից, որից հետո մաքրվել է քլին, այսինքն էքստրեմալ վիճակը անցել է, դիսպեչերը թույլ է տվել ու կատարվել է այդ աղետը, տեսակ մաքուր հանգիստ, հարց չկա, հիմա տենանք էսի մեծ ինչ ուժ կտա, կամ էս մնացած չընթրլոները մի հատ տղա օգտագործեց անցած հաղորդման ժամանակ, որը
կարծես թե ինչ-որ վարկաբեկման մի հատ բառը, այսինքն մանրապճեղները, այսօր ճամպրուկների, օղիների, եսիմ ինչերի վերաբերյալ այսպիսի վարագույր են ստեղծում, մեր խնդիրն այն մնալ ինչու են ստեղծում, ինչ միտում կա այս գործի մեջ, որ փոխանակ օգտագործվի այս փաստաթուղթը ու ինչ-որ մի բան արվի, հանկարծ դա փորձվում է ուրիշ ուղղության վրա տանել հասարակական կարտիկը, բայց ինչ է սրա հետևը թաքնված, այսօր այս Արցախուհիզն ենք անում, խնդրում եմ մտածեք միայն այդ ուղղությամբ, ինձ նոր ինֆորմացիաներ մի տվեք, տեսեք, քանի հատ ինֆորմացիա տվեք, սև արկղ ասեցիք, անհայտացել է, չկա ռուսներ, տեսեք, դուք ասեցիք 2 հոգի ճամբրուկներ ուղարկել են քո օրինակով, խելքդ պարկել է, չէ, որ եթե դու արել ես, ուրեմն նրանք էլ են արել, հավատալի է, չէ, ասում ես, իմ մոտ ոնց պատահեց, դու մտնում ես քո կարծիքով, ասում ես, դա եղել է, ես ասեցի ուրիշի անունով էր, չէ, մտածիր, ուրեմն նայել է ուրիշի անունով, ընկեր, պայթյուն տերորիստական ակտ չկա, եթե նույնիսկ ճամպրուկների մեջ եղել են բոմբեր, չի պայթե, դա չի պատճառը, մոռացեք էդի, շնորհակալություն, խնդրեմ, լսում եք ձեզ, Ուրեմն իմ ոչ թե կարծիք, այլ ուզում եմ մի բան ասած լինեմ, ինչի մեր ժողովուրդը չեն ուզում հասկանալ, որ այո, եւ իրոք ձեր ասածը շատ ճիշտ է, որ ուժի կողմից է եղել բնության կողմից, ինչի այդ ուժը կավիրի ամբողջ այդ հերիքերները եղավ, կամ այս վերջերս այդ հրապտույտը քանի հատ ուներ կործանեց, մի հատ ինքնաթիռ չի կարող կործանի։ Հիմա տեսեք, եթե, այո, ճիշտ է, դուք եթե այսպիսի ընթացք է ստանում, ծապատական ընթացք չի ստանում, ես ձեզ խնդրում եմ միտումը X-ը առաջարկեք, ինչ է հետապնդում այս միտումը, լրատվությունը ինչ-որ մեզ չի զբաղացնում հեքիաթներով, ինչ-որ մեզ կոֆեի սեղանի շուրջը խոսակցություն նյութ տալով, այստեղ մի հատ լուրջ միտում կա, գտենք այդ միտումը, փորձում եմ ես ձեզնից սովորել, թե այսինքն դուք ինձ օգնում եք, տեսեք տվիք ինֆորմացիա, ես հերքեցի, բացատրեցի, բայց ես ձեր միջոցով, որ ճամպրուկների վերաբերյալ խոսակցություն, սև արկղերի վերաբերյալ ինֆորմացիաներ ես չունեի, հիմա նորից մի տասնյակ կհավաքվի, որ ես ձեզ ասեցի ինձ պետքը չի, բայց դուք տվեք ինձ, որ սա էլ կա, որպեսզի ես տեսնեմ միտումը ծածկելու ուժը, որովհետև հետաքրքիր է, նրանք պարզապես միամտորեն բան են եղեն, իբր թե միտումը շարունակվում է, եւ որն է այդ միտումը։ Այո, միտումներ շատ։ Միտումը պետք է բռնենք եւ ասենք, այս սա է, կոկորտից պետք է բռնենք եւ այդ միտումը պետք է մենք միասին ջախջախենք եւ այս գործին տանք ճիշտ լուծումը, այսինքն այն, որը որ ասենք եթե այսօր հաջողվի ձեզնից հավաքել այդ ինֆորմացիան ու իմ մոտ ծնվի վերլուծության այդ գաղափարը, որը կա, չէ վաղը Բերմուդյան եռանկյունու հետ ես ձեր տվածները կհավաքեմ եւ վաղը կծնվի մի բան իմ մոտ, թե որն է դրա միտումը։ Իհարկե դա կլինի իմ կարծիքը, որը դուք կարող ընդունեք, չընդունեք, բայց ես կփորձեմ այդ ձեզ հասկացնել։ Ձեր ասածը շատ ընդունելի է, իմ կարծիքով միշտ ուզում են մեր հայազգին վատաբանել, միշտ ամեն ինչ վերագրել, որ հայն է անում, հայը խմածը, ինչի՞ չեն հիշում, որ առաջ այդ խմիչքը ինքնատիպ։ Ես համաձայն չեմ դրա հետ, գիտեք, ձեր էմոցիոնալ, որ հային ուզում են վատաբանել, դա չի միտումը, այս պահին։ Հիշեք, որ այդ ձեր տրամադրությունը, որ դուք արտահայտեցիք հային ուզում են վատաբանել, դրանից առաջ եղավ զարմանք, որ շատ ինքնաթիռներ են ընկնում, բայց այս ինքնաթիռի նկատմամբ մեծ համաշխարհային ուշադրություն եղավ, սա էլ մի մոռացեք, ուրեմն դուրս է գալիս ուշադրություն համաշխարհային, պրեզիդենտների բոլոր խոշոր պետությունների ցավակցական հեռագրեր, սա մի կշիռ, հետո դրանից հետո գալիս է այս երևույթը, ուրեմն պետք է հասկանալ, որ քանի որ այս դեպքը գրավեց այդպիսի հեռագրային հոսք եւ ուշադրություն, արդեն այդտեղ միտում կա, դրան հետևող լրատվական այս տեսակի մոտեցումը, այդ միտումների շարունակությունն է, ուրեմն մենք պետք է հասկանանք, միտումը ոչ թե այս աղմուկն էր կամ ճանաչումը հայերի, որ հայերը, տեսեք, ունեցել են 113 զոհ, բայց
երկրագնդի ունենում են 200, 300, 400, մի տողել չեն նվիրում, սկին լուրել չեք ունենում, բայց այստեղ տրվեց, հետո հիմա հասավ են պա, հիմա գլուխդ բռնում ես, ասում ես, միթե հայերը աշխարհի համար այդքան արժեքավոր են, բոլորը 90%-ով կասեք, ոչ իհարկե, կասեք էդի, որտեղ ձեզ կապացուցեն, որ եթե արժեքավոր լինեին, ապա այս քայլերը կանեին, սա կապացուցեն, դուք կասեք, օհո, ուրեմն դուսա գալի այս միտումը, որ հայերին ցավակցում են, ուրիշ միտք ունի, հասկանում եք, շարունակենք դեր, խնդրեմ դուք ձեր միտքը արտահայտեք, դուք լսում եք ինձ, այո բարձր խնդրեմ, բարև ձեզ, եթե հայկական այրոպորտի ամբողջ կամբյուտերային սիստեմում կարելի է խախտում անել, այս կարող են փաստերով ասել, հայկական օդանավակայանի ինչը? Կամբյուտերային սիստեմում, եւ մարդիկ իջնում են, գրանցվում են ու գնում են իրենց տները, եւ խախտում անեն, որ այդ մարդը ընդհանրապես չի գնացել Հայաստան, չի անցել ոչ մի սահման, անձնագիրը կա եւ խախտում են արել, որ այդ մարդը եկել իջել է եւ գնացել է ու մնացել է մի տարի հետո նոր թռիչքը հետ դեպի Ամերիկա արել։ Ուրեմն Հայաստանի կառավարությունն, Ռուսաստանի կառավարության հետ շատ հանգիստ կարող էր այս վթարը նախապատրաստել, եթե մեծ ինշորանս կա մեկ դա, իսկ եթե այնտեղ կար քաղաքական ինչ գործիչներ, որոնք պետք է վերանային այդ վթարի մեջ, դա էլ արդեն ինչ մարդիկ են, այնտեղ բավականին պաշտոնյաներ կային, իսկ հասարակ մարդը պետք է տուժեր։ Ով կար պաշտոնյաներից հիշում։ Պաշտոնյաներս առաջվա Հուսիկ Հարությունյան, 92 թիվը MBD-ի Պրոմեթեոս, այո, փոխնախարարներ եղել, կար այնտեղ առաջվա KGB-ի որդին, Արթուր էր կասեմ անունը, որը կարելի է ասել, որ ինչ որ բան պետք է, ավիացիայից ղեկավարներ կային, ասին 2 հոգի, ուրեմն կարում եւ Ռուսաստանի կազմից ինչ որ կարող։ Իրոք ներողություն, դուք տերորիստական ակտ եք վերագրում։ Տերորիստական ակտ չեմ վերագրում, բայց այդ վերապրելու համար, այո։ Այսինքն դուք ես ձեզ ասեցի չէ որ դա հերքված է։ Հերքված չի։ Դա ըստ Ռուսաստանի կամ ինչ որ լրագրողների, ինչ որ Հայաստանի մեր պաշտոնյան, որը բոլորովին Սերժ չի ներկայացնում հավատ, որ ինքը մեզ նվիրված պաշտոնյա է, իր նախագահից ես այսպես եմ գտնում, որովհետև իմ կաշտի վրա ես այդ ավիացիայի արագ փորձանքը զգացել եմ եւ դեռ այսօր ես զգում եմ։ Շատ լավ։ Դուք գտնում եք, որ տերորիստականը, որը ես կարծում եմ, որ ինֆորմացիան ինչ որ արժեք չունեցավ այս վերաբերյալ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Ուղղակի իմ հարցը դուք նոր ասում եք, որ շատ ուշադրություն դարձրին ամբողջ աշխարհը։ Հետաքրքիր է, որ արդեն 5-6 օր է որևիցե հայկական չանալով անընդհատ ես նայում եմ, նորություն եմ ուզում, ոչ մի նորություն չկա եւ ոչ մի բան չեն խոսում։ Մի անգամից աշխարհին ցնդած որ այսպես դեպք կա եղել ու հիմա ոչ մի նորություն չկա, ոչ մի որ մենք հասկանանք հիմա գոնե որևիցե տեղեկություն տան, ինչի համար են լռում, այդ այմ ինձ հետաքրքիր է ինչի են լռում, ինչի հիմա։ Ճիշտ ասած, ես էլ չգիտեմ ինչի են լռում, բայց ես քանի հաղորդում նվիրել եմ դրան եւ ոչի չեմ թողնելու, ինչքան էլ մնացած կայանները կամ լրատվության ձևերը անցնեն ինչ որ ուրիշ թեմաների, որովհետեւ ոչ թե չգիտեն ինչ խոսեն, շատ էլ լավ գիտեն ինչ խոսեն, բայց ասեցի ձեզ այն ժամանակ մի քանի հաղորդում առաջ, որ նրանց մոտ ամբողջ հեռուստա ժամերի, ասենք հաղորդավարները որ կան, նրանք խոսում են ուրիշների փոխարեն, ուրիշների մտքերն են արտահայտում, չի վերլուծվում, մենք քաղաքական մեկնաբաններ ունենք Սփյուռքում, ունենք վերլուծաբաններ, որոնք երևույթ վերլուծաբան են, չունենք, չէ, ամենաշատը, ասենք հիվանդություններ բուժող մասաժիստներ ունենք, բժիշկներ ունենք, որոնք հեռուստաժամից կարող են ձեզ ասել, որ խոլեստերոլը ինչպես իջացնել, բարձրացնել, վերլուծել ձեր մարմնի հետ կապված բաները, բայց ասենք այսպիսի երևույթներ կարծես չկա, բայց հետագայում կհայտնվի, որովհետև կարծում եմ, որ գաղութի մեջ կմտածեն այս ուղղությամբ մարդիկ, որոնք ինֆորմացիայի հետ կարողանում են գտնել հարցերի պատասխանները։
Ես այդպես եմ կարծում, բայց այսօր ադրությամբ սա է, ես փորձում եմ այդ բացը լրացնել ձեր միջոցով։ Խնդրեմ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Շատ մոտ հարցեր կան, բայց ինձ մի հարցն է, պաշտպանության մինիստրը, նախարարը, ինչ կապ ուներ գնալ Սոչի։ Այդ հարցին ինձ կարող եք պատասխանել։ Իհարկե։ Դուք ինձ բան չլրացրեցիք, բայց հարց եք դնում, որը բոլորիդ համար որպես մուտքի ինֆորմացիա կարող է լինել։ Եկեք, ուրեմն պաշտպանության նախարարը ինչ գործ ուներ գնալ Սոչի, այդ հարցը կնենք մի փոքր հանգստանալուց հետո։ Հարգելի լուսադիտողներ, նույնց նոր հայտնեցին ինձ, որ ես կարող եմ շարունակել մինչև 12-ը, այսինքն մի ժամ ավելացրել են, բայց 12-ից ավել չեմ կարող, որովհետև առավոտ արտահայտությունը կդառնա կեսօր, ուրեմն մեր սիմվոլն է AM, այսինքն առավոտվա ժամերն են, եւ ես փակում եմ առավոտը եւ այսօր հանձնում եմ կեսօրվան 12-ից հետո, ուրեմն մենք ունենք առավոտվա ծախսելու 1 ժամ եւս, այսպիսի դրություն է, շարունակում եմ մինչեւ ձեր, այսինքն միանալը ես մտածում էի պարզապես, բայց բան չունեցա, այսինքն կողմնորոշում առայժմ, թե ինչ է ելքը, որ ձեզ այդ բանան շարունակենք ձեր խոսակցությունը լսել։ Խնդրեմ դուք եթերում եք։ Բարև Ստեփան։ Բարև ձեզ։ Ուրեմն Ստեփան ջան, միտումը Այո։ Հիմա մեր ժողովուրդը ամեն ինչը սկսել է կապել մեր իշխանությունների հետ։ Համաձայն եմ, ինչ որ բաներ կան, ինչ որ սխալներ շատ կան, բայց ինչ որ հանցագործներ, ինչ որ հարբած մարդիկ ստիպեցին, դրա միտումը այնա, որ այնքան անդերություն է, որ իբր կարող են մարդիկ ստիպեն կամ ինչ անեն, որպեսզի իմ հիմնական միտումը այդ է կապել կառավարության հետ, ինչ որ բաներ։ Իսկ մյուս մոմենտը, ինչ որ ռուսները մտածել են մի բանենա, բավարար հանգստեց առաջի հենց իջնելուց, այդ պայմանները չլներ ու իջներ այդ սամալյոտը։ Իջներ, այդ երբ պետք է հասնեմ, այդ սամալյոտը գցեք, նախորդ գիտեմ, որ պետք է ինձ անձրև լինի կամ ինչ լինի, ու այդ առաջի բանից պետք է չիջներ ընդ Ադլեր։ Կամ այդ բոմբերը տնողը պետք է գիտեր, որ պետք է հասնի Ադլեր, ու Ադլերի դիսպեչերը պետք է չթողնի հենց առաջին իջնի։ Բավարար թողներ, չլներ այդ անձրևը, թող այդ բոմբը երբ պետք է պայթեր։ Իհարկե, հետաքրքիր բան ասացիք, որտեվ եթե առաջի անգամ իջներ ինքը, ուրեմն 10 րոպե գնաց, լավ լսեք, առաջի անգամ որ իջներ, որը 20 կիլոմետրից էր գալի, 10 րոպե, 10 րոպե, 10 րոպե, 30 րոպե, մի 10 րոպե լեսկո մենկոմ, ասենք մանևրների վրա, ուրեմն այս ամեն մանևրը տևել է գոնե 30 րոպե, ինքնաթիռը կիջներ եւ մարդ չէր մնա մեջը այդ ընթացքում, որտեղ 2 րոպեից կիջներ ու 10-20 րոպեից կդատարկվեր այդ ճամպրուկի մեջի ռումբը, որը դրված էր, հետո չգիտեմ ինչ կլեր, այսինքն միտումը անհասկանալի է, չի բացատրվում, որտեղ առաջի փորձի ժամանակ, եթե նա իջներ, պայթունը կամ աղետը հեռու էր իրանից կես ժամով, պատկերացրիք, չէ՞, ուրեմն տեսեք, ես ձեզ հերքում եմ տեղի վրա, ուրեմն այն ինչ որ դուք առաջարկեցիք, նոր դուք առաջարկեցիք ինձ, որ այսպես կլներ, անպես կլներ, իմ մոտ առաջացավ այս հարցը, իրոք, եթե ժամացույց էր դրած բանի վրա, ռումբի վրա, այդ ժամացույցով որ այսինչ ժամին պիտի իջնի, բայց ինչու ուշ պայթեց, չէ՞ որ 1 ժամ թռիչքն է, շեղումը կլներ 5 րոպե։ Կամ ինչու պետք է օդի մեջ չպայթացնեին, այլ կանեին այրոպորտին, այդ վերացրեք, արդեն այնքան եք ասում, որ ես սկսում եմ դրա բաները, տարբերակները մշակել, ասեցինք փակեք այդ գործը, ուրիշ մի շեղեք, վերջ, պայթուն չկա, տերոր չկա, գտեք ինչ-որ ուրիշ մի բան, միտումը, ինչու այսպես եղավ, հետո այսպես ու շարունակում այսպես, ինչ է թաքնված դրա հետևը, խնդրում եմ դրա վրա մտածեք, նորից պայթունի, սև արկղի, հաշվի առեք հետևյալը, որ գործը հասնի եթե այնտեղ, որ սև արկղերը չգտնվի, կամ հանցագործ ձևով մեջտեղ չգա,
պետք է միտումը բռնել եւ գործը այնպես անել, որպեսզի սև արկղը ոչ մի նշանակություն չունենա։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Ստեփան, Որովհետեւ սև արկղը կարող է հանեն, կարող է չանեն, ինչ է ասում բան, ասում ես դա չի հետաքրքրում։ Էս կա, բավարար է։ Ասա լսում եմ։ հա, ուրեմն մյուսն էլ այդ հարցը Սերժ Սարգսյանը ինչ գործ ունի։ Հա, ներողություն։ Հա, դուք ասեք ինչ գործ ունի, ես էլ որտեւ այդ հարցը ես բաց թողեցի։ Ասեք։ Ով պետք է գործ ունենար այնտեղ, եթե Սերժ Սարգսյանը պետք է գործ չունենար։ Որովհետև հենց առաջի վարյանին հələ ոչ մի վարգածել բան չէր, պատրաստ չէր, որ կարող է հենց իրոք տերորիզմ էր եղել, բա ով պետք է լիներ եթե Սերժ Սարգսյանը չլներ այնտեղ։ Ճիշտ է։ Ձեր Սերժ Սարգսյանը, շնորհակալություն, ես անցնեմ առաջ, այդ ուրեմն Սերժ Սարգսյանի անմիջապես միջամտությունը, ասենք, դեպքի վայրը, հիշեք, որ Հայաստանը հանդիսանում է ՍՆԳ-ի երկիր, որը կոչվում է Սայուզ նեզավիսիմых գասուդարստв, ՍՆԳ, որ ասում եք, այսինքն անկախ պետությունների միություն, առաջ կար սովետական, սոցիալիստական հանրապետությունների միություն, հիմա կա անկախ պետությունների միություն, Հայաստանը հանդիսանում է դրանցից մեկը, Ռուսաստանի հետ, միջինասիական մի քանի հանրապետությունների հետ, եւ այսպիսի միություն կա, ՍՆԳ-ի երկու երկրների պատկանող քաղաքացիների հետ է կատարվել, նրանք բարեկամական են իրար հետ, հետևաբար պարտավոր են նման դեպքերում անմիջապես գոնե ոչ առաջի դեմքը չի սազի, բայց գոնե այնպիսի մարդ, որը իր տրամադրության տակ ունի, ասենք արագ գործող միջոցներ, զինուժ, տեխնիկա, ինքնաթիռներ եւ հրամանատար է հանդիսանում դրան, նա պետք է մեկնի դեպքի վայրը, որտեղ պետք լիներ, այսինքն կենթանի մարդկանց տեղափոխել, որոնք մնացել են ծովի վրա, ասենք 40 հոգի եւ այլն։ Պատկերացնում եք, ով միայն կարող է հրամայել տվյալ դեպքերում, զինվորականությունը մենակ կարող է արագ գործողություններ կազմակերպել, կապ ունենալով եւ տեղի զինվորականության հետ եւ հայերենի զինվորական։ Ուրեմն այդպիսի հարցեր խնդրում եմ մի տվեք։ Շատերը մտածում են, որ Սերժը գնաց, որպեսզի ախր խի գնաց, որ չգնար, պիտի ասենք թե բայց տեսակ որ չգնաց։ Այ որ Գեղամյանը լեր կվազեր ու կսկսվի մի հատ անհիմն խոսակցություն, որը կտանի մարդկանց ջրապտույտներով, ոլորապտույտներով եսիմուր։ Խնդրում եմ միշտ ուղեղները պարզ պահեք, հարցը որ առաջանում անմիջապես փորձեք ձեր ներքին բաներով գտնել պատճառաբանությունը եւ չընդհանրացնել։ Իհարկե մի խուսափեք այդպիսի հարցեր տալուց, բայց ես ձեզ կօգնեմ։ Խնդրեմ դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Մարիո։ Այո, լսում եմ։ Ստեփան, ես կուզեի դիսպեչերի ինտերվյուն կարդալ ձեր համար, որը վերջի խոսակցության մեջ է մտել վերջի անգամ էկիպաժի հետ կարամ կարդամ ձեզ։ Որ դիսպեչերի, Ադլերի։ Այո։ Ինչ լրատվություն։ Կարամ ասեմ։ Իհարկե կարող եք, ինչ լրատվություն է, որ օրվա ով է։ Որը։ Ժիզ։ Այո։ Մի անգամից չկարդակ։ Չեմ ուզում կարդակ, հանգարց չկարդակ։ Գիտես ինչի համար եմ ասում։ Ժիզ թերթի վրա նստած ինֆորմացիան ես երեկ էլ ասեցի, առաջի օրն էլ ասեցի։ Լրիվ ստեղծում այնպիսի տպավորություն, այսինքն ինքը Ռուսաստանում նստած այդ թերթը, ես չմտնեմ Ռուսաստանի լրատվական դաշտը եւ դե մեկ մեջտեղ բերեմ թե Մոսկվայի թերթերը ու մնեն, լավ լսեք ինչ եմ ասում։ Դրսից ովքեր են այդ առել այդ թերթերը ինչի համար են առել, այդ թերթերը ինչ կանալներով որ թերթերին են սնում Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, թույլ տվեք այդ թեման չխառնել սրա հետ։ Այդ շատ ծանր թեմա է, հետո չթրջեմ մի հատ ռումբի նման ասեմ, որ Թուրքիայի ամբողջ լրատվությունը Օսմանյան կայսրության մեջ Թուրքիայի սկսած 1896 թվականի դեպքերից
հետո գտնվում էր Ժաբոտինսկու ձեռքին, որը որ չէր թողնում, որ լրատվությունը կապված հայկական դեպքերի հետ Եվրոպային հասնի։ Ուրեմն եկեք տեղերը չխառնենք, նույն դրությունն է հիմա, այդ Ժիզն թերթը, որը դուք ասում եք, որ ասեց Ժիզն թերթը, Ժաբոտինսկու թերթն էլ 97-900 թվին Եվրոպայում տարածում էր, որ Սուլթանը ամենալավ բարի հայրն է, գիտեք, եւ ինքը սիրում է իր փոքրամասնություններին, պարզապես, դե դու գնա Եվրոպացի, իմացի, թե որն է ճշմարտությունը։ Տեսակ, Ժաբոտինսկի Ժիզն, Ժիզնի ասածները ես երեք ասեցի, ես Ժիզնից էլ ով է սնվում, մեր սոված լրատվությունը, որը ասելիք չունի, մտածելիք չունի, մեկը կարդում է Ժիզնից, որ Ժիզնը սենց բան ասը, ես խնդրում եմ չկարդակ եւ կամավոր հեռախոսը կախեք, որպեսզի ես չանջատեմ։ Շնորհակալություն։ Բայց դուք կարծիք եք ասում, մենք մեր կարծիք դուք կարծիք չէ, ձեր կարծիքն եմ ուզում, ոչ թե Ժիզնի։ Իսկ իմ անձնական կարծիքն է։ Խնդրեմ։ Լսում եք։ Լսի իհարկե։ Էկիպաժը ուղղակի հոգնած ա եղել, որտեվ ինչի՞ պիտի գիշերը թռնեն, որտեվ Հայաստանում մարշրուտկայի տեղ են օգտագործում սամալյոտները։ Ինչի տեղ, մարշրուտկայի։ Այո։ Օ, երթուղային, այսինքն։ Հիմա ձեր կարծիքն է։ Դա այդպես է։ Okay, ես իրավունքի մեջ եմ ասելու, որ անջատեմ, դա է կարծիքը։ Ուրեմն բոլորդ էլ ինքնաթիռներով թռել եք։ Օդաչուները երկուսն էլ քնած են եղել, հաղորդում բանան, կարծիք հայտնեց։ Այ երրորդ օդաչուն եթե լեր, հաստատ սենց չեր ելնի։ Բայց բոլորդ էլ գիտեք ինքնաթիռի մեջ, երբ որ դուք քնում եք աթոռների վրա, ձեր մոտով անցնում են շատ սթափ հավաքված զինվորական կարգապահությամբ օդաչուներ։ Դուք կտեսնեք հարբած օդաչու, դրագատիկ օդաչու, դրանք կարծես ուրիշ քաղաքացիներ են։ Օդաչուների մեջ մի ուրիշ հոգեբանություն կա։ Ես այն հաղորդման ժամանակ, որ ինձ հարց տվեց մի մասնագետ օդաչու այստեղ, թե ես ինչպես բացատրեց, ես միգուցե ավիացիայի մեջ եմ, եւ ես ասացի, որ Թութունջյանի հետ գնում ենք նայելու, ինչի ենք գնում նայելու, ինչու ենք տարված ինքնաթիռներով, որտեղ նրա մորաքրոջ ամուսինը օդաչու էր, եւ մենք փոքր երեխաներ լինելով, երբ նայում ենք նրան, հանկարծ այնպիսի պատկառանք, հավասարակշռություն, գիտեք ինչ, լրջություն, համարձակություն, այնպիսի մի բան էինք զգում, որը չէինք զգում ոչ զինվորականից, ոչ միլիցիայից, ոչ լիազորից, ոչ դպրոցի դիրեկտորից, այն մարդկանցից, որոնք մեզ շրջապատում են։ Այսինքն դա մեզ համար մի հերոսական կերպար էր, ոչ խմել կար, ոչ ինչ-որ հայոյանք կար, լավ հիշեք ինչ եմ ասում, զինվորականների նման չեն հայում, օդաչուների մեջ մի այնպիսի հոգեբանություն կա, նրանք կարծես հպարտ են, որ պատասխանատու են ամեն թռիչքի ժամանակ, այն մարդկանց կյանքի համար, ոչ իրենց, եթե ուշադրեք, օդաչուներին պարաշուտներ չի հասնում, որպեսզի նրանք փրկեն իրենց կյանքը եւ վթար կլինի, հետեւաբար նրանք գտնվում են եպիսկոպոսի ցել բարձր, Հռոմի պապից էլ բարձր կարգավիճակի մեջ, նրանք գիտեն, որ ամբողջ այդ մարդկանց եւ այդ արժեքների պատասխանատուն իրանք են եւ հույսը դնել Աստծո վրա, երբ առաջինը իրենք պետք է սթափ լինեն, իրանք դա գիտեն, հոգեվորականը կարող է հանկարծ օդաչու դառնալ, հարցնում ենք, միանգամից ասում ենք ոչ, ինչու, որտեվ պետք է սթափ գործնական արագ ուղեղով եւ իր վրա հույսը դրած մարդ լինես։ Շատ կարևոր է, ոչ թե ինչ որ մեկի վրա, թեկուզ դա լինի Աստված։ Իսկ եթե Աստծու հետ առնչենք այս գործը, մենք կտեսնենք, որ եթե այսպես լիներ, ապա այնտեղ անմեղության հանգրվաններ կային եւ այլն, չխորանանք։ Հետեւաբար օդաչուներին ասել հոգնած են, կարճ թռիչք,
Սոչի Երևան, երկուսն էլ հոգնած են, առաջի պտույտի ժամանակ դիսպեչերը ասում է չիշնեք, որ պիտի իշնեք, երկրորդ պտույտի ժամանակ արթնանում են իրանք, այսպես է դիտվում, հետո փորձում են իշնել, բայց քանի որ չեն հասկանում ինչա կատարվում, ասեցինք ոչ պայթյուն կա, ոչ շարժիչների անկում կա, ոչ վառելիքի խնդիր կա, բացատրեցին, նորից վաղը ես այդ հարցերին բերմուտյան եռանկյունով կանդրադառնամ, այս հարցերը կվերանա, կչորանա տեղում ամեն ինչ, տեսեք, քանի օր անց են, նորից հարցեր են առաջանում, այնպիսի հարցեր, որի դեմ կարծես թե ես պայքարեցի ուրբաթ օրը, որպեսզի, բայց ինչ որ տեղից նորից հոսումը, բոլոր անցքերից, բանից, այսինքն մարդիկ կան, որոնք հետաքրքրվում են, իսկ այնտեղ թակարդները դրած են, տեղի լրատվությունը ոչինչ չի ասում, որպեսզի մնացած մարդիկ չիմանան, նրանք, որոնք ինչ-որ մի փոքր ակտիվություն ունեն, կարող են մտնել այս կամ այնտեղից լրատվություն վերցնել, նրանց դեմն էլ արդեն ռուսական ժիզներն են կայնած, կյանք, սենց մի հատ թերթ, և մնացածը, այսինքն նրանց էլ սպասում են, և այսօրվա, մինչև այսօրվա դրությամբ, որ խոսում եմ ձեր հետ, տեսնում եմ դրությունը ոնց է, մարդիկ, որոնք որ ինֆորմացիա ունեն, այդտեղից բխող ինֆորմացիաներ են, և մարդիկ, որոնք ընդհանրապես ինֆորմացիա չունեն, բողոքում են, որ մեր հեռուստատեսությունները կամ լրատվական միջոցները հենց այստեղ ինչու չեն հաղորդում։ Հիմա այս դրության մեջ շարունակենք էլի ձեզ հետ զրուցել։ Խնդրեմ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Ստեփան դոկտոր Վարդանյանն է խոսողը։ Համեցեք դոկտոր։ Ով որ ֆիզիկ եւ երկրաշարժություն գիտի, այդ քո բացատրությունները լրիվ ընդունի, ուրիշ բացատրություն չկա։ Այսինքն, եթե նայեք ֆիզիկայի ֆորմուլային եւ Պիթագորյան թեորեմի, կտեսնեք, որ ձեր ասածը լրիվ ճիշտ է։ Ոչ մի եզրակացության չպիտի հանգեն նրան թերորիստական, պայթունին եւ այլն։ Ինչ վերաբերում է քո ոգևորման բանի համար, օտաչու լինելու համար, հիշում ես մեծ պոեմ կար համար ծարկ ասեմ ես բոտանավորը, կուզեմ լինել օտաչու ամպերի մեջ ծլանամ, իմ հայրենի երկրի անմար հերոս ես դառնամ, թռնեմ անցնեմ ամպերում ինչպես հերոսն է անում, սովետական աշխարհի սահմանները պաշտպանում։ Այդ էլ քո ոգևորման աղբյուրն է։ Շնորհակալություն։ Իհարկե իմ ոգևորման աղբյուրը չեմ կարող ասել, բայց գիտեք ինչ, անցել էր պատերազմը 45 թվականին, մենք գիտենք, որ օդաչուները շատ մեծ դիրք ունեին, նրանց հերոսական արարքները, անձնազոհությունը, այսինքն այդ բոլորը կային, աղջիկները պատերազմից հետո սիրահարվում էին օդաչուների վրա, իհարկե դրա համար չէ, նորածիններ ենք, ես 44 թվականին ծնված եմ, բայց օդաչուները ընդգծված, ասենք, առանձնանում էին մնացած մարդկանցից, նրանք ուրիշ քաղաքացիներ էին, և Նելսոն Ստեփանյանի, ասենք, կիսանդրին կար կոմունարների այգում, եթե հիշում եք, կրկնակի հերոս, նայում էինք մենք, այսինքն անձնազոհություն, որը տառանել է գերմանական էշելոնը, կործանվող ինքնաթիռով, և այսպիսի բաները մեր մոտ ստեղծում էր օդաչուների մասին կերպարներ, օդաչու կարող է դառնալ ամեն մարդ, ոչ իհարկե, իսպես չի կարող տիեզերագնաց ամեն մարդ դառնալ, հետո մի մոռացեք, որ տիեզերագնացները դրանք հասարակ մարդիկ չեն, բայց ընտրվում են օդաչուներից, այսինքն օդաչուական դպրոցը արդեն վերջի քայլն է դեպի տիեզեր գնալու, որտեղ պետք է անձնազոհություն, կարգապահություն, գիտակցություն, մտածողություն, վերջին պահին որոշումներ, ամեն մարդ չի կարող այդպես անել, երբ գտնվում է ստրեսային վիճակում, օդաչուին միայն կարող է հաղթել բնությունը, շատ դեպքեր են եղել, տերորիստական ակտ, հիշեք մեր օդանավակայաններում նույնիսկ, եթե չեմ սխալվում, Բախշինյանն էր, այն ժամանակ, որ հերոսի կոչում ստացավ, մահվան օղակներով տերորիստներին գետին բերելով, եթե հիշում եք, շատ տարիներ, տասնամյակներ առաջ, օդաչուները վերջի պահին, որտեղ մարդու որոշումները չեն կարող իրագործել, անում են այդ բոլորը, օդաչուները այսքան ժամանակ լսել եք ինչ-որ վատ օդաչուի մասին, որևէ խոսք, որևէ բանաստեղծություն, գիրք, վեպ, ես չկա, հետևաբար օդաչուներին մանավանդ երբ մահու, երբ նրանց քրեդիտները
իսկ իրենց դինաստիայի, ասենք օթաչուական դինաստիայի չկա ոչ մի կեղտ, հանկարծ մեր հայկական այս բամբաց այդ վիճակում հոպ հայտնվեց մեր օթաչուների վերաբերյալ։ Օրինակ հիմա պետք է, ասենք, երեխաներին ծնողները սովորացնեն, թե ինչ էին զգում օթաչուները այն պահին, երբ A320-ը ընկնում էր, թե ինչ տառապանքի մեջ էին այդ 3 վայրկյանի, 4 վայրկյանի մեջ, այդ դրա վերաբերյալ զգացմունքային մի բան անեն, որպեսզի ասեն հանկարծ դրած ինչ որ բաներով են զբաղվել։ Այսինքն չի էլ օգտագործվում տվյալ պահը հոգևոր, հոգեկան ըմբռնումների զարգացման համար։ Մի ամբողջ 113 մարդ, թե ինչ են մտածել այդ պահին, այդ վայրկյանների մեջ, իրար նայելով, կամ իրար զգալով, կամ իրար հետ հաղորդակցվելով, ինչ ձայներ են հանել, կամ ինչ է կատարվել այդտեղ, դրա վերաբերյալ չի ծնվի իհարկե ոչինչ, բայց հանկարծ թույլ բաներով կգնա ամեն ինչ։ Տեսնում եք, ինչքան ուշադիր ենք մենք, ասենք, մեր տառապանքների նկատմամբ, կամ ընդհանրապես մարդկային հոգու նկատմամբ։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Բայց կներեք, պարոն Ստեփան, ինձ հետ մի հատ անձնական մի բան պատահեց կյանքում։ Ձեզ հետ։ Այո, որ արթնացրեց, ես ուզում եմ ասեմ, շատ հետաքրքիր հարց է, որ թո բոլոր հեռուստադիտողները լսեն, որ կյանքում կա ճիշտ, կյանքում կա սխալ։ Եթե ճիշտը կա, ճշտի չափից սխալ կա եւ կարող է ավելի շատ։ Որ թերթերում իմ անձնական կյանքից այդ դեպքը որ պատահեց եւ ինձ առաջարկեց, եթե կուզես նման բանը հակառակ ձևով թերթում հրատարակենք որպես ասես լավ հրաշք։ Իմ առաջարկությունն էր ուզում նման անձը, պաշտոնական անձը, կարծիքս դեպի իրենով լավ վերջանալու համար։ Ուզում եմ ասեմ, թերթի գրածները ես այդ դեպքից հետո բոլորովին չեմ նախընտրում ճիշտ։ Որոշ բաներ, եթե կա բառի մի 50 տողի մեջը մի նախադասություն, որ կապ ունես այդ անձնական այդ հարցին, 9 նախադասությունը սուտ է լինում։ Կարամ ապացույցեմ, կարամ ճիշտ ամեն տվյալներով հաստատեմ այդ բանը, որ ճիշտ է։ Իմ անձնական կյանքից ելնելով ես էսի ուզեցիմ հայտնել, որ թերթերի մասին են խոսում, կարդամ, բացատրեմ։ Եթե կարելի է փաստեք, թե ինչ բան է ձեր անձնական կյանքի հետ կապված այդ փաստը։ Կարող եմ ասել։ Հանգիստ ձևով, բայց երկար չտևի, արագ ասեք, սա եղավ, սա եղավ, սա եղավ։ Ով ա եղել, բայց կարող եմ ասել։ Եթե իմ մարմինի մեջ կա այդ հիվանդությունը, ասավ կարող ենք մենք թերթերում տանք, որ քո հիվանդությունը այս ինչ բանով հրաշքով լավացավ ու այս բժիշկը բուժեց քո հիվանդության բանը, կյանքի փրկությունը։ Այո։ Իսկ ես հիմա պատկերացնում եմ, որ ես այդ մարդը չեմ, ոնց կարելի է նա այդ բանը ինձ թերթերով հրատարակի, որ սենց հրաշքով մեկը սենց լավացավ, էսա։ Այդ բանից ելնելով ես ուզեցիմ էսի հայտնեմ, այդ հարգելի շատ թերթերին, շատ բաներին, բոլոր 100% մի հավատացեք։ Այսքան բան կարող եմ ասել։ Դուք մտածեք մի քիչ ձեր առաջացման բանից առաջ ոտքերը մի քցի։ Առաջ ուղեղը թելադրի, նոր ոտքերը առաջ գցեն մարդիկ։ Այսքան բան կարող եմ ասել։ Հիմա թո ոնց որ տերտերը ավետարանից բացի ոչ մի բան չի կարող նա ասի։ Ավետարանի մեջի գրած, կարդացած բաները պետք է ինքը հաղորդի ժողովրդի համար։ Հիմա ասում են աստու հրամանով սենցելա վնենցելա։ Թո մարդիկ մտածեն, եթե մարդիկ գաղափար ունեն իհարկե եւ ուղեղները աշխատում է, ասել մի ավարտական ունեն, մի բանից ձգտել են, ոչ թե դրամով առել են ամեն ինչը դրել են իրանց գրպանը, ապացուցում են, որ մենք ավարտած, գիտնականներ ենք, ենք, ոչ, հիմա այս դեպքում կներես, պարոն Ստեփան, ուզում եմ իմանամ, ֆուտբոլ ինստիտուտ ավարտած մարդը ինչ կարող է լինի դասախոս։ Ես եմ ուզում ասեմ, ես ուզում եմ ձեր կարծիքը։ Հնարավոր է ֆուտբոլիստը, ֆուտբոլ ինստիտուտ ավարտողը լինի դասախոս, դասավանդի մաթեմատիկա, ֆիզիկա։ Մենակ այս հարցից պատասխանը։ Ես ասեմ, դուք մնում եք, թե կլսեք իմ պատասխանը։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ ձեր կարծիքն էլ։ Դուք կլսեք, եթե ես անջատեմ, բայց կլսեք, չէ՞։ Իհարկե։
Ուրեմն ֆուտբոլիստը կարող է դառնալ դասախոս։ Հարց է տրվում ինձ։ Ես ասում եմ կարող է։ Հետևից գնում է։ Եթե ամեն ինչ կարելի է, կարող է։ Ֆուտբոլիստը կարող է դառնալ ակադեմիկոս։ Կարող է։ Եթե ֆուտբոլիստը կարող է դառնալ աստղագնաց։ Կարող է։ Եթե սկսենք պոչից։ Ֆուտբոլիստը աստղագնաց։ Եթե բոլոր աստղագնացները վերացել են ինչ-որ պատճառով, այլ մոլորակայինները եկել են երկիր և տեսել են, որ միայն ֆուտբոլիստն է, որ կարողանում է վազել և ոտքով հարվածել երկրի վրա մնացած ինչ-որ առարկաների, մնացածը մահացած են, անզգա են և հյուծված են։ Նրանք որոշում են, որ երկրագնդից կարող են իրենց հետ, որպես աստղագնաց, իրենց մոտ տանել, որպես փրկված առողջ գենետիկական խրոմոսոմային DNT-ով պաշար ֆուտբոլիստին։ Ուրեմն ֆուտբոլիստը դարձավ տիեզերագնաց։ Ակադեմիկոս կարող է դառնալ, իհարկե, եթե պատմեմ, որ պայմաններում, իհարկե։ Դասախոս իջնում ենք, այո, իհարկե, եթե բոլոր դասախոսները, որոնք պարտավոր են լինել լսարաններում, հեռուստատեսային, իրական, ուսումնական, հանկարծ նրանք լքել են և զբաղվում են ձկնորսությամբ, նարդի խաղալով և ընդհանրապես մոռացել են խոլեստրոլի պատճառով, նրանց, որովհետև ամեն ինչ մոռացել են, բայց թուղթ ունեն ակադեմիկոսի, ու հանկարծ կարող է հայտնվի ֆուտբոլիստը, որը հիշում է ինչ-որ ֆիզիկայից մի երկու հատ բանաձև ու լսել է մի հատ դասախոսություն մաթեմատիկայի վերաբերյալ, որտեղ դասախոսը այստեղ է կամ այս պահին, բայց հիշողությունը կորցրել է, ինքը հիշում է, ու ինքը կասի ներողություն, ես այդ թեմայի ֆուտբոլիստը կարող է դառնալ, երբ որ արժեքները ամեն ինչի վերաբերյալ թեկնածուները իջնում են, անհետանում են, վերանում են, նշանակում է, որ ինչ-որ մի բան արժևորում է, որը նախկինում արժեք չէր կարող ունենալ։ Ուրեմն այս հարցը իմ տրամաբանությամբ այսպես պետք է բացատրել, առանց զայրանալու։ Եթե հեռուստատեսությունները մեկնաբաններ չունեն, այսինքն այն հայկական կայանները, որոնք հիմա այսօր ոնց որ ձեզ հետ խոսում եմ, ձեր տված հարցերին պատասխանում եմ, ձեզ լսում եմ, ձեզնով կողմնորոշվում եմ իմ առագաստներով, հետևաբար մեկնաբաններ կարող են դառնալ նրանք, որոնք ասենք թե հայերեն որոշ խոսել գիտեն, ինչ-որ վայելուչ տեսք ունեն հագուստի մեջ, սափրվում են, ասենք, աչքերի որոշակի խոլոր հայացք ունեն, եւ այլն։ Այսպիսի տվյալները կարելի է մեջտեղ բերել, բայց դուք իհարկե անմիջապես ըմբռնում եք, որ սա այն չի, բայց դե ինչ անենք, հիմա N-ը որտեղից ճարենք։ Ֆուտբոլիստը դառնում է տիեզերագնաց, ես ասացի, եթե, հիմա եթեի մեջ ենք, ինչ անենք, ամեն տեսակի մարզաձևերի կհանդիպեք, դասատուների դժվար հանդիպեք, ձեր լրատվության հեռուստատեսության մեջ, կհանդիպեք սկլերոտիկ ինչ-որ մարդկանց, ծերունիների, և դուք հասարակության մասին կամ հայ ժողովրդի մասին կարծիք կարող եք կազմել հանկարծ այսպիսի երևույթների մեջ, ոչ իհարկե, ես ձեզ ասեցի դուք ձեր մեջ տներում նստած եք, դուք չեք հայտնում, ես ձեզ տալիս եմ միջոց, խոսեք ազատ, ձեր մտքերը երևույթների վերաբերյալ պարզաբանեք, ես գիտեմ, որ կրթված մարդիկ շատ կան Լոս Անջելեսում, բայց նրանք լեզու չունեն, տեղ չունեն և լռություն է ամեն կողմը, ահա ձեզ ֆուտբոլիստը կարող է, համեցեք լսում եմ ձեզ, Բարև ձեզ, պարոն Թերանիջան, բարև,
Հավաքցում ենք իհարկե 70-ից կապված աղետի համար ու այսպիսի մի հատ ժողովրդի մեջ խոսակցություններ կա, որ այդ մարմինները մերկ են եղել։ Հիմա այդպես առողջվածային արդեն թվում է պատմությունը։ Ուրեմն ես ձեզ ընդհատեմ, եթե միայն դրա վերաբերյալ է։ Դրա վերաբերյալ։ Ուրեմն մարմինների մերկ լինելու վերաբերյալ ես արդեն քանի երրորդ անգամ ասեցի։ Ոչինչ, վաղը երբ որ ժամը 10-ին առավոտյան կսկսվի Բերմուդյան եռանկյունու առեղծվածները կապել այդ 325 հետ եւ դուք այնտեղ կտեսնեք ճիշտ նմանությունները, ձեզ կբացատրվի մի փոքր ստատիստիկայից, մի շատ փոքր, ուրեմն հետո կանցնեք դինամիկայից, ուրեմն դա ֆիզիկայի այն բաժիններն են, որտեղ ուսումնասիրում են ուժերը, բայց ոչ նրանց պատճառները, ուրեմն կինեմատիկան անցնում եմ, հետո կբացատրեմ դինամիկան, որը կապված է անմիջապես A320-ի հետ եւ ստատիկայի հետ։ Այդ երկուսը որտեղ ուժերը եւ պատճառները, այսինքն այդ ուժերը որտից են առաջանում եւ շարժումը։ Այսինքն ֆիզիկայի այդ բաժինները կան կամ այդպիսի գիտություն կա, բայց ես շատ կպարզացնեմ, որպեսզի դու եթե նույնիսկ 4-րդ, 5-րդ դասանի կրթություն ունենաք, կամ նույնիսկ ձեր երեխաները, որ նոր հայերեն են սովորում, նրանք իմ բացատրությունների մեջ կբռնեն իմաստությունը, որտեղ շատ պարզ կբացատրեմ։ Ուրեմն մի փոքր հանգստից հետո նորից շարունակենք։ Շարունակում մեր հաղորդումը, ընդպիճանը ես ճիշտ ասած մտածում էի այն տիկնոջ արտահայտության վրա, որ կարող է ֆուտբոլիստը դառնալ դասախոս եւ հանկարծ զգացի, որ կարծեք իմ տրամաբանությունն է ստուգվում, մտածեցի, որ հանկարծ հասնել կարող է փիղը թռչել, որովհետև ես ասենք ուրբաթ օրը պատմում էի թե թռչելու պայմանը ինչն է եւ այլն, ես ինչ կասեի, դրա վրա էր ժպիտով մոտեցած ձեզ, ուրեմն նորից եմ ասում, նման տրամաբանական հարցեր եթե ինձ ուզում եք տվեք, մի բան արեք, այսինքն դա չեմ համարում, որ դուք ստուգում եք ինձ կամ չէ, բոլորն են լսում, բոլորի մոտ առաջանում է հետաքրքրություն, կարող է, բայց ֆուտբոլիստի վերաբերյալ իմ պատասխանը կարծեմ ամփոփիչ էր, բայց եթե հանկարծ դեր կարող է փիղը թռչել, ես պիտի ասեի, որ այո, նորից եթե ցած նետվի ինքնաթիռից, այսինքն ինչ-որ պահ նա կարող է թռչել, որովհետև թռչել դա նշանակում է գտնվել օդի մեջ ինչ-որ ժամանակահատվածում, բայց հետևանքների մասին չի խոսքը, որովհետև ասում եմ կարող է թռչել, կարող է, ուրեմն եթեները եւ պարզաբանումների այս մի քիչ ավելի շուտ սրամտական մտածողություն է առաջացնում, բայց հետաքրքիր է, բոլոր դեպքերում հարցը հետաքրքիր է, շարունակենք, խնդրեմ լսում ենք ձեզ, բարև ձեզ, Ես ուզում էի շատ էի ուզում միանալ, չէի կարողանում, բայց դու իմ մտքերս արտահայտեցիր։ Հիմա նայ ես եմ ուզում ասեմ հիմա։ Ուզում եմ ասեմ, այդ օդացույցի կապված մի քիչ առաջ գնամ, հետո հետ կգամ այդ մտքից հետ, որ դու արտահայտեցիր։ Այո։ Հա, երկրաշարժի ժամանակ արհեստական երկրաշարժ էր։ Մի կադր, որ դեռ նայես, որ բոլորը եկել են այդ պրավիտիստվան լեննական, որ բոլորը իրաց գլխացները հանեց, մենակ Գարբաչովը չէր հանած, որ այսքան ժողովուրդը սպանվեց, մի հատ չխոնարհվեց դեմը, այդ իրան տեղը, դա էլ քաղաքացու, հա, հետո միջև երկրաշարժը լինելը, թուրքերի մոտակա քաղաքագյուղերից մոտիկ Երևանին, ասեցին դե լավ ասեցին, հիմա տեսանք հոկտեմբերի 6-ը ինչ եք ասելու, այս որ բաներից հանելից, բակտից հանելից ժողովուրդը, բայց հոկտեմբերի չեղավ երկրաշարժը, դեկտեմբերի 7-ը եղավ, ես գիտեմ ուզում ես ու անանցեց, բայց մի րոպե սպասի ես գամ մտքերից, հետո վերացրին մեր այն մարդկանցը, որ պետք է Հայաստանը կառուցեին, որովհետև դրա հանգարում են իրանց, են էլ հայերի ձեռքով, ես ուզում եմ ասեմ, որ այդ օդացույցը, գուցե ես սխալ եմ, բայց ես իմ կարծիքն եմ ուզում ասեմ, այդ օդացույց կապված տանը, սա համ իրա հարևան պետության, գիտեսում եմ ասում, հա, եւ այդ ռուսի միջոցով, հա, մեկ այլ այս ինչա, հենց ինչի չէ մեր հայ ղեկավարների մոտ։ Շատ լավ, քաղաքական մոտեցում է ցուցաբերում, շնորհակալություն։
Խնդրեմ համեցեք ձեր կարծիքը հայտնեք։ Բարև։ Ասում են, որ ինքնասպետ գործանման պատճառը մարդկային հոգեբանությունն է, քանի որ այն մարդիկ, ովքեր ներքևից հսկում են, հետևում են ինքնասերի թռիչքին, վայրեցին, նրանց մեկն ու մեկի խորքում հայերի հանդեպ թշնամություն կար, բայց ինքը չուզելով հրամանատարին շփոթության մեջ դրեց։ Ես կարծում եմ, եթե սև ասեղներն էլ գտնվեն, որ իրականում սև են։ Շատ լավ, շնորհակալություն, իհարկե ձեր կարծիքը մի քիչ երիտասարդ կարծիք է, ավելի շուտ երևի բանաստեղծական նույնիսկ, բայց բոլոր դեպքերում լսեցինք, բոլորն էլ լսեցին, երևի չեմ համամիտ չեմ նման արտահայտություններին, որովհետև հիմնավորվածություն չկար եւ ձեր խոսքը մտկային կապակցություն չուներ, բայց ցանկություն կար խոսք ասվելու, ինչևից է։ Խնդրեմ, եթերում եք դուք։ Բարև առավոտ։ Բարև ձեզ։ Երկու անգամ ընկա, երկու անգամ գովազդները մեջ ընկան, հազիվ նորից բանեցի։ Թույլ կտաք վերլուծել ձեր ասածների եւ լրատվության բաներից ելնելով։ Իհարկե թույլ կտամ։ Հա։ Ուրեմն իմ կարծիքով բոլոր ասենք վերլուծելով ես գալիս եմ այն եզրակացության, որ օտանավի վթարի պատճառը աբլերի դիսպեչերն է եւ օտաչուն։ Ինչու՞։ Եթե օտանավը մոտեցել է աբլերի օտանավակայանին եւ առանց բարձրությունը իջեցնելու ներքևից հրահանգ է ստացել, որ էքստրեմալ պայմաններն չեք կարող իշտել, նա հետ է գնացել, այսինքն պետույթ է գործել։ Այո։ Այդ ընթացքում խոսակցություն եղել Թիֆլիսի դիսպեչերի հետ բան, առաջարկություններ բան, հետո նորից հրահանգ է ստացել, որ իջեք։ Չէ, աբլերի դիսպեչերի։ Հա, ինքը բարձրությունը քթել է, իջել է մինչև 600 մետր բարձրության վրա։ Նորից դիսպեչերը նրան հրահանգել է, որ չեք կարող իջնել։ Այս անգամ արդեն օտաչուն չպետք է ենթարկվեր դիսպեչերին, այլ ինքնուրույն պետք է իջներ, ոչ թե փորձեր բարձրանալ։ Ես հիմա ասում եմ իմ կարծիքը մինչև Սևարգաղի հանելը։ Ուրեմն ես ձեզ դեռ մի րոպե, որովհետև որոշակի անճշտություն ունեք այդ ինֆորմացիայի մեջ, ասեմ հետևյալը։ Օդանավը երկու փորձ է կատարել նույն կետից իջնելու վազքուղի, դա գիտեք։ Առաջի փորձը մտնում է չվերթի առաջի գծի մեջ, եթե հիշում եք, ես ուրբաթ օրը չեք հիշում եք, ուրեմն նա գալիս է 20 կիլոմետրից հեռավորության վրա, հիշեք, որ Ադլերի օդանավակայանը մի կողմից ծովն է, մյուս կողմից լեռն է, ինքը ամեն ինքնաթիռ իջնում է ծովի կողմից, թռչում է դեպի ծովը, հիմա նա իջնում է ծովի կողմից իջնելուց 5 կիլոմետր հեռավորության վրա արգելվում է իջնել դիսպեչերին, որտեվ ռադիոկապը ասենք թե եթե մինչ եղել է դա, որ նա գնում է դեպի Ադլեր, չէ, հիշում եք, որ մոտիկանում է Ադլերին, եթե այդ պահին Ադլերից արգելք լիներ, Ադլերից, նա անմիջապես օդանավին կասեր, որ վերադարձի այստեղ սարսափելի վիճակ է, չեք կարող իջնել, բայց դա չի եղել, օդանավը եկել է ծովափով պտտվել ինքն իրեն, որովհետև դիսպեչերը ոչ մի արգելք չի հանդիսանում, իր նավիգացիոն գիտեք, չէ, ինչ է նշանակում, ուրեմն նավիգացիոն նշանակում է ուղղությունը կամ կողմնորոշման միջոցներով ինքը արդեն իջնում է տրասայի վրա, պատկերացնում եք, վերջի պահին, երբ որ ինքը մոտիկանում է 5 կիլոմետրը, պետք է ստանա դիսպեչերի բանը, հրամանը, օքեյ է, որովհետև կարող է այդ պահին էմերջենսի տրասայի վրա լինի մի հատ մեքենա կանգնած, մի հատ ինքնաթիռ կանգնած, մի հատ մարդ վազող կամ ինչ-որ մի բան, այսինքն 3-4 րոպե առաջ դիսպեչերը պետք է տա իր օքեյը, որովհետև եթե ուշացնի, նա սկսի իջնել, չի կարող արդեն բարձրություն հավաքել կամ մանևրել, որովհետև դիմացը սարերն են եւ դա նրա վերջն է, ուրեմն դիսպեչերը ճիշտ ժամանակին, քանի որ էքստրեմալ պայմաններ են իր մոտ, ճիշտ ժամանակին հրահանգել է, որպեսզի չիջնի, լավ լսեք, 5 կիլոմետր հեռավորության վրա այդ հրահանգը ստանալով մեր օդաչուն թեքվել է դեպի աջ, հիմա այս աջ թեքվելու ժամանակ
բարձրությունը մոտավորապես 300 մետր ասենք, աջ թեքվելու ժամանակ շատերը ասում են, հենց այդ թեքվելու ժամանակ նա ջրին է խփել, որովհետև մանևր է կատարել, ինչու, որովհետև այդ թեքումը, երբ որ ինքը իջնում է դեպի վազքուղի, այդ թեքումը մոտավորապես 90 աստիճանի տակ է գալիս, որովհետև նա պետք է թեքվի, ուրեմն ինքնաթիռը թևը իր կատեգորիա, ուրեմն 90 աստիճանին մոտ անկյան տակ է թեքվել, ծովափին զուգահեռ, դա երևում է դիագրամաներից, բայց ոչինչ չի պատահել, որովհետև թեքվելով նա սկսել է հեռանալ այրոպորտից, նորից դեպի ծովը, հեռանալով 15 կիլոմետր, թվեր եմ ասում ձեզի, նա կապնվել է Երևանի հետ, որ վերադառնում է, հասկանում եք, որովհետև այրոպորտը դիսպեչերը ասեց չես կարող իջնել, եւ նա շարունակում է թռիչքը մինչև 18 կիլոմետր, 18 կիլոմետրի վրա նորից դիսպեչերը միանում է Ադլերի իրեն եւ ասում է կարող ես հիմա իջնել, նա նորից վերադառնում է նույն դիրքում, որը 6-րդ կետն էր, այսինքն 280 մետր բարձրության վրա 5 կիլոմետր հեռու ափից 550 ժամարագություն 5 կիլոմետր 500 մետր հեռու վայրեջկուղու առաջի կետից, այդքան հեռավորության վրա, որտեղ վազքուղուց մինչև ծովափը 500 մետր է, այդտեղ ինքնաթիռը հանկարծ ինչ-որ պատճառով հարվածում է ծովին եւ անետանում, սա է, ուրիշ հեքիաթներ պետք չի մոգոնել, ուրեմն երկուսից սպառն է Վաղը երբ որ Բերմուդյան եռանկյունի հետ առեղծվածները կբացվի եւ դուք A320-ը կտեսնեք, որ ինչ կապեր կան եւ դա ինչ է նշանակում, կապված հիշեցնում եմ, Insurance Journal այն արտահայտության հետ, որ ասում է ծայրահեղ էքստրեմալն ասում, ծայրահեղ բնակլիմայական պայմանների պատճառով, տեսեք ինչ է ասում, ծայրահեղ, բայց ինքը ինֆորմացիա չունի, թե դա ինչ է, բայց ասում է ծայրահեղ, ինչու ծայրահեղ, որովհետև չկան այդպիսի բաներ, որ ասեն 3 սանտիմետր կարկուտի արկայության պատճառով, կամ շռնդալից անձրևի պատճառով, կամ կայծակի պատճառով, իրանք մի տրաֆա ունեն, ասում են չես կարող իջնել, ելներով ինստրուկցիայից, ծայրահեղ էքստրեմալ, ոչ բավարար պայմաններ, բավարար պայմաններ, լավ պայմաններ, տեսեք ինչ է, այսինքն այդ բոլորը օդաչուներին կամ տեխնիկական ինքնաթիռներին հաշվի առնում, եթե այն ինքնաթիռները, որոնք զինված չեն, ասենք, այնպիսի հարմարանքներով, որոնց արագությունը սավառնելու բանի հետ կապ չունի, դրանց համար ուրիշ պայմաններ է դնում, հասկանում եք թե չէ, մառախուղի պայմանները ուրիշ են, տեսանելիության պայմանները ուրիշ են, ձյուն, անձրև ուրիշ են, ինքնաթիռներ կան, որոնք այնքան այնպիսի տեխնիկական պատճառներ ունեն, որ դրանց ոտերի տակը խալի պետք է փռես իջնելուց։ Ինքնաթիռներ կան, որոնք քարքարոտ վազքուղիների վրա կանգնում են, կարճ վազքատարածությամբ կանգնում, որովհետև արդեն իրանք օդում սավառնելու արագությունը այնքան է, որ մի քիչ վազեն կկանգնեն։ Ինքնաթիռներ կան, որ անհնար է, քամինել հետևից փչում է, ինքը կարող է ամբողջ 3-5 կիլոմետրանոց տրասան վազի, հետո էլ քիթը խփի են ավազների մեջ ու վթարի ենթարկվի։ Այս բոլորը մենք բան չենք հնարում, անիվ չենք հնարում, ոչ էլ հեծանիվ։ Սա մասնագետները, ծառայողական կազմը, պատասխանատուները այդ բոլորը գիտեն։ Մենք պարզապես ինչով կարող ենք օգնել։ Այն գործով, որ նայում եք սա այս մարդկանց հետ ով ինչպես է ուզում խաղա, մենք էլ մեր հասարակական կարծիքն ենք ստեղծում։ Մի բան, որի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձրել։ Որն է։ Մինչև թռիչքը բոլորս էլ գիտենք, որ տվյալ օտակայանից երբ օտանավերի բարձրանա, հաջորդ օտակայան իջնելու դիսպեչերների հետ կապելնում, պարզելու կարող է ընդունել թե չէ, օտաբանական։ Գիտեք ինչ, նայեք ինչ եմ ասում։ Մի հատ sense անեկդոտ կա էլի, ասում է պատմում ես մեկին, որ իհարկե ձեզ չի վերաբերվում, բայց այսպես է ստացվում։ Դասախոսը պատմա շոկե մեքենայի մասին։ Նրա աշխատանքի պրինցիպը, էներգիան, բականին չարչարվում, բան անում, վերջում ասում հասկացաք, մի հոգի ասում է,
Ես ամեն ինչ հասկացա, բայց եզները որտեղից են լծում։ Ու ես կանգնում եմ։ Ախր այդ ինչ որ ասում եք մեկ-մեկ, մի հատ ասեք սա դասախոսություն է կատարում, ես ձեզ բացատրում եմ։ Հանկարծ դուք վերադառնում եք այնպիսի հարցեր եք տալիս, որ չգիտեմ ինչ սառեմ, թե պարզապես մնացած աուդիտորիայի փակեմ, որ չլսեն, թե ինչ։ Ուրեմն ձեզ մեզ լսում են, մեզ բոլորիս լսում են տարբեր տեսակի մարդիկ։ Խնդրում եմ նրանք, որոնք որ պարզապես ուզում են խոսել, կարծիք չունեն երևույթների վերաբերյալ, լսողի դերում լինեն, որպեսզի չփակենք հեռախոսները այն մարդկանց ճանապարհին, որ ես պատահականորեն վերցնում եմ։ Եթե մի բան ունեք ավելացնելու, խնդրեմ ասեք միշտ, հա ես կարծում եմ այսպես, ինձ լրատվություն պետք չի, իմ տված լրատվությունը ձեզ ինչի է տանում, ես ձեզ բացատրել եմ, դուք կարող եք արդյոք իմ տված լրատվության շուրջը մտածել, դատել, վերլուծել, ինձ մի տվեք այնպիսի բաներ, որոնք ես դուրս եմ գցել։ Խնդրեմ, եթերում եք։ Բարև ձեզ։ Այ դուք անդրադարձաք այդ հարցին, ես ուղղակի ուզում եմ դիմել այն հեռուստադիտողներին, ովքեր որ խանգարում են մնացածին միանալ։ Եթե բախտիբերմամբ միանում եք, մի շեղեք։ Օրինակ այս 1 ժամը անհետեցությամբ եւ ձեր բացատրածով այո առաջի օրվա շատ շնորհակալություն, շատ հստակ ինֆորմացիա տվեցիք եւ մի խանգարեք, որ մարդ կարողանա բացատրի։ Եթե չեք հասկանում, լռեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Խնդրեմ, եթերում եք։ Այո։ Այո, բարև ձեզ։ Ես ուզում եմ հարցնեմ, այդ սև տուփը ճարվա։ Ոչ, սև տուփի հանելու հետ բավականին խնդիրներ կան։ Ես ասեմ հետևյալը, տարիներ առաջ 20, 30, 40 նույնիսկ կարող եմ ասել։ Այսպիսի մի հաղորդագրություն եղավ սև ծովի վերաբերյալ, քանի որ սև ծովը գտնվում է փակ ծով որպես փակ ծով, դուք գիտեք ինչ է նշանակում, այսինքն ինքը համաշխարհային օվկիանոսի հետ կապված է միայն ֆոսֆոր դարդանելի նեղուցով Թուրքիայի ափով։ Մնացածը ինքը հավաքում է ամբողջ ջրավազանի ջրերը, ասենք Դոնի ավազանից, որը հոսում են այնտեղ, Դանուբի ավազանից, որը հոսում է Ռումինիայի եվրոպական մասով, չհաշված այն մանր-մունր գետերը, որոնք հոսում են Թուրքիայից եւ Վրաստանից, ասենք, ինքը փակ ծով է հանդիսանում, այսինքն օվկիանոսից ջուր չի ստանում, եւ սա միլիոնավոր տարիներ։ Երբ որ հետազոտում էին սև ծովի ընդերքը կամ ջրածածկույցը, այնտեղ այսպիսի մի հաղորդագրություն եղավ, որ սև ծովը զարմանալիորեն միգուցե սև անունը դրված է այդ կապակցությամբ, այսինքն սև ծովը, որ ունի բավականին խորություններ, հիմա տեսեք այս ափամերձ շրջանում արդեն 670 մետր է, չէ, ուրեմն կենտրոնում կիլոմետրեր, տակում ջուրը ինչ որ բուսաբանական խմորումների եւ այլն միլիոնավոր տարիներ, որտեղ ավազանից անընդհատ բերել են, ինչ ասես, եւ ածուխի փոշի, ասենք Դոնի շրջաններից եւ հողի հետ կապված եւ այլն, սա համաշխարհային օվկիանոսի ֆաունան չունի եւ սև ծովի հատակից ինչ որ բարձրության վրա լցված է ծծմբա ջրածնական թթու, այսպիսի ինֆորմացիա եմ ես կարդացել այն տարիներին, շատ առաջ, ես սա չեմ ասում, որպեսզի օգտագործվի սրա վրա, այսինքն մի կիլոմետր հասնող խորությանից ներքև ավազանը լցված է այդպիսին, լրատվության մեջ, որ թափառում է, մի հատ այդպիսի կայծ լսեցի, բայց ոչ հիմնավորված, թե ինչից էր, վերջի լրատվության մեջ, որ սեռնայա կիսլատաս վադոյ, սենց մի արտահայտություն, որը նշանակում է ծնծմբա ջրակընտնական թթու, բայց հիմա սա կխաղարկեն, թե չեն խաղարկի, որովհետև ասում էր, որ այդ միջավայրում սև արկղերը կքայքայվեն, բայց սև արկղները չեն քայքայվել մինչև այսօր, կյանքը ըստ իրենց ինստրուկցիայի կամ բատրիների, չէ որ իրանք ունեն աղբյուրներ, փաղուղներ, նրանք մի ամիս կաշխատեն հայտնելով իրանց տեղը, բայց երբ որ մի անգամ հայտնեց իր տեղը, հիմա քարտեզագրությունը այնպես է զարգացած, որ 1 սանտիմետրի ճշտությամբ դրանք արբանյակներով կճշտվեն կոորդինատները մեկ անգամ որ հաղորդեց, եւ
Նրանից հետո եթե չհաղորդես, տեղը չես կորցնի, չես լոկատորով գնալու։ Ուզում եմ ասեմ, որ ինքը իր դերը կատարել է, եթե նույնիսկ մարի։ Մնացած աշխատանքները կկատարվեն, կհանեն, չեն հանի, հանեն, չհանեն, ինչ պիտի անել։ Եվ այս բոլորի վերլուծություններն ենք մենք կատարում այսօր, այս պահին, որպեսզի ես վաղը դա շարունակեմ ժամը 10-ից սկսած։ Եվ գնանք առաջ, թե ինչպես զինենք, ցրենք այս ամպերը եւ տեսնենք ինչ կարանք անենք այս երևույթի վերաբերյալ, որպեսզի հայ ժողովրդի կորուստները կոմպենսացվի գոնե։ Ուրեմն հարգելի հեռուստադիտողներ, 2 ժամն էլ անցավ, բայց քանի որ վերջանում է ընդհանրապես AM-ը, այսինքն առավոտն է վերջանում եւ սկսվում է կեսօրը, ուրեմն ասում եմ, ես հնարավորություն չունեմ մտնելու կեսօրվա թագավորության մեջ, քանի որ ես ներկայացնում եմ այսօրվա առավոտյան լույսի կամ ճառագայթների վերջին փշուրները, ուրեմն մենք կհանդիպենք վաղը ժամը 10-ին եւ այս հաղորդումները դուք կդիտեք իհարկե եթե ցանկանաք www.razmik.net-ում։ Այսօրվանը 2 ժամ ստացվեց, ինչևից է որոշ արդյունքի հասանք վաղը, ես վերլուծությունները ձեզ հետ կներկայացնեմ առավոտյան ժամը 10-ից սկսած։ Շնորհակալություն ուշադրության հյուրընկալության համար, որովհետև ես ձեր տանն էի մինչև վաղը։ Ստեսություն ձեզ։